Մարդը եկել է խոստովանում, որ ծերից ծեր ոչ կոմպետենտ ա եղել, բարժեր ալենին կանչեր իրանց թեզերը բանաներ, բա կարող է տատուս թեզերը ալենը բանաներ, իհարկե ոչ։ Դուք իրան հարցնում եք, ինչի սենց եղավ, ինքը ասում է, դե մեզ սխալ են ասել, ես չեմ մեղավոր։ Ինչը տենց ոսկի է, այն ինչ որ կատարվում է սահմանին, արտահանման հետ, դա տենց տոտալ կոլապս է։ Բիզնեսը ընտրել է ջայլամի քաղաքականություն, հեծի դեպքը տանգավոր պրեցեդենտ է բոլոր բիզնեսների համար, հա։ Նո բոլորը հասկանում են, որ իրանց չի կպնի։ Ասա իզվինի։ Բիզնեսին շատ հաճախ բիզնեսմենը վերաբերվում է նենց ոնց որ երախուն։ Դու պատկերացնում ես երախուն կան վերցնեն։ Ասեն Վալոդիկ, մենք քեզ ազգայնացնում ենք։ Եթե պոպուլյար է կարճ կոնտենտ, ինչու սերիալները բում են ապրում հիմա։ Իհարկե մի նկարի կինո դու գիշ չես։ Եք դուք մտնում եք ինչ-որ այդ ամերիկյան բանի մեջ, որը հեսա անդեղել է արդեն վերանում։ Մեր մոտ ոստիկանները սևամորթներին չեն ծեծում։ Բարև բոլորին, մարտիկի երկրորդ թողարկումն է այսօր եւ թողարկման գլխավոր հովանավորը ID Bank-ն է եւ մեր գործընկերները Tushpagin է գործարանը եւ Season Sweetland-ը։ Եվ մեր հյուրը այսօր Նարեկ Մարգարյանն է։ Նարեկ ջան, ողջույն։ Ողջույն, բարև։ Արդեն երկար ժամանակ իրականում խոսում ենք ու անցնենք դեպի մեր բուն թեման։ Այսօր քննարկելու ենք հայկական կինոն, կոնտենտը ժամանակակից եւ այդ վերջին լուրերը, որը տարածվում են հիմա Դեմից հուկը դուր, որ միջը վերջ նայեն։ 18 տարի առաջ դու սկսել ես YouTube վարել 18 տարի առաջ հայկական YouTuber պատկերացնել շատ դժվար է ոնց է ըստ քեզ այդ 18 տարիների ընթացքում փոխվել ընդհանրապես կոնտենտը ոնց այդ կոնտենտը փոխվել TikTok-ի ու կարճ ռիլերի միջոցով ոնց են փոխվել քո կոնտենտ նայողները ու իրանց այդ behavior-ը Լսի, դե այն ժամանակ YouTube նայում էին dial-up-ը բավականին արագ էր, որպեսզի վիդեո սթրիմ անի, այսինքն շատ քիչ մարդ էր իրականում։ Հետո ինչքան ինտերնետի որակը լավացավ, այնքան մեր հաղորդումները սկսեցին ավելի շատ նայել, տենց այդ ուղիղ կորելացիան կա։ Ինչ վերաբերում է լսարանին, մեր լսարանը մի քանի անգամ կարելի ասել ամբողջովին փոխվել է ու օրինակ այն լսարանը, որ կար են ամենասկզբում, ինչ որ պահի իրանց մի զգալի մասը տենց դարան պատգամավորներ եւ իշխանության բան, ովքեր դարան արդեն բան էլի օբյեկտը մեր հաղորդման ինչ որ պահի եւ տենց անընդհատ լինում է էլի շատ ինձ թվում է այսքան տարվա մեջ առողջ բան է, հա, կոնտենտը ունի տենց այդ տենդենցիան դեպի կրճատվելը, որին մենք, в общем-то, տենց մի քիչ դիմադրում ենք, որովհետև մեր լսարանն էլ մոտավորապես պլյուս-մինուս մեր տարիքի է եւ ինձ թվում է իրանց էլ շատ այդ կարճ կոնտենտը չի դզում, իսկ որ ասցի TikTok, էդի պրյամա այն բանն է, որ ես չեմ ուզում էլ այդտեղ մտնեմ, որովե ցանկություն չունեմ TikTok-ում ինչ-որ բան անել, մենք մի հատ ավտոմատ edge ունենք, որը տենց YouTube-ի shorts-երը այնտեղ ուղակի կիսում է եւ այլն, բայց ոնց է TikTok-ը էդի են, որտեղ ես սահմանը գծեցի, всё, սրա ինձ ենկոմ ինձ անվանեք հին մարդ, I don't care, ես չեմ ուզում լինել հայտնի TikTok-ում, ինձ դուր չի գալիս այդ կարճ կոնտենտը իրականում, էլի Instagram-ում ինչ որ չափով էլի փորձում եմ անել կարճ կոնտենտ, որովհետև այնտեղ մի քիչ ավելի լավ լսարան է ըստ իս քան TikTok-ում, նու գոնե մեզ նայողները էլի, TikTok-ում ոնց որ ես ասել ինչքան ավելի տուպոյ բան ես անում, այնքան ինքը ավելի տենց շատ է տարածվում, իսկ ես ցանկություն չունեմ անեմ տուպոյ բան։ Լսի, դե երկրից երկիր տարբերվում է TikTok-ը։ Օրինակ նույն Էդուարդ Քանկանյանի հետ որ խոսում ենք, ինքը պատմում է կանադական TikTok-ում, ասում է, որ այնտեղ TikTok-ը շատ ավելի լավն է, քան Instagram-ը, ու նույնը ցանկացած հավելված է, էլի, նույն ձև Հայաստանում շատ տարբեր app-երը, տարբեր մարդիկ են օգտագործում, քան տենց է, բայց Հայաստանում TikTok-ում ես այդ ուղիղ կորելացիան տեսնում եմ, պարզ լավ, չասենք տուպոյ, հա, չափազանց պարզ եւ շատ պարզ կոնտենտի ու շատ դիտման մեջ կորելացիան իմ համար ակնհայտ է, ես չեմ ուզում այդ նաև TikTok-ը Հայաստանում նայում են երիտասարդները, այսինքն զումերները եւ իրանց երիտասարդ մարդիկ, դու չես ուզում իրանց համար էլ կոնտենտ ստեղծես։ Լսի, տենց հատուկ չէ, դες եթե իրանց հետաքրքիր է ինչ որ անում ենք, ինձ թվում է ինքնըստինքյան կմիանան, բայց տենց հատուկ գնալ փնտրել երևի չէ։ Ես գիտես չեմ, փորձում եմ հասկանալ, օրինակ, եթե պոպուլյար է կարճ կոնտենտը, եթե մարդիկ արդեն չեն կարող ուշադիր նայեն կինոները, ինչու այդ դեպքում սերիալները բում են ապրում հիմա ու հասկացա, որ իրականում կորելացիա կա Arm Comedy-ի հետ, որովհետև սերիալները հիմա
community space-ա դարել, այսինքն քանի որ կոնտենտը հիմա գեր պերսոնալիզացված է, դու բոլորը ապրում են իրանց իրականության մեջ ամեն մեկը, ինչ որ իր իրականություն ունի, իսկ սերիալը ինքը այնտեղն է, որը նույն մեմերը ունի, նույն թեմաները ունի ու դու ինչ որ community space-ի մեջ ես մտնում, եթե նայել ես։ Նույն ձև arm comedy-ն ինձ թվում է։ Դե նայ, պասուտի մենք ոնց որ ձերկվեցինք հերոստատեսությունից ինչ որ առումով, որովհետև եթե գնանք 20 տարի առաջ, տենց հերոստատեսությունը ինչ որ իր schedule ուներ, դու այդ հաղորդումը կարար նայել օրինակ այն ժամին, երբ որ ինքը գրված է, ու տենց ստիպված քո կյանքը դες դասավորում էր, որ այդ հաղորդումները, եթե սիրում ես իրանց, հասնես նայել։ Այդ ոնց որ դուրս եկավ։ Հիմա անգամ հերոստատեսության կոնտենտը երբ ուզում ես նայում ես այդ արմով սերիալը ինքը տենց մեկա հեշտ սպառվող կոնտենտ է մնացել, որտեղ ինքը համ կարճ է, համ ունի դե այդ նույն ռիլերում եւ TikTok-ում էլ հավանաբար այդ սերիալայինությունը այն բաներից մեկն է, որ ստիպում է երկար սպառես կոնտենտը, այսինքն դաժե կոնտենտ, որը սերիալային չի, արհեստականորեն դες մասերի են բաժանում, իսկ այսի բրծավ, բայց հետո կիմանաք սրա մասին, ոնց որ ստիպում են քեզ դառնալ, իսկ սերիալը հենց բնածին սերիալային է։ Դրա համար իրան տես բան է կանում։ Հետո մի հատ ուրիշ ֆակտոր եղավ, որ կան սերիալներ, որոնք տենց ոնց դու չես նայել, հա, այսինքն մի 15 արդեն երևի 10 տարի առաջ, եթե Game of Thrones-ը չէիր նայում, դու ինչ-որ տենց вообще թեմայի մեջ չէիր, էլի, ոնց դու Stark, Lannister, մեկ ասեց, բան Winter is coming ու դու չհասկացար ինչին է ինքը ակնարկում, դա всё, այսինքն դու պարտադրված էիր դա նայել, բայց հիմա էլի առաջարկնել այնքան շատացավ, որ ոչ ոք չի բանանում, բայց այդ քո community-ում կան ինչ-որ սերիալներ, որ դե հա, էլի չես կարա իրան, The Boys-ը չես կարա չնայես, կուրսի չլնես այնտեղ ինչա կատարվում։ Նույնը տենց հայկականում էլ, բայց երևի ավելի շատ էս մեմերի բանով, հա, ոնց որ Գոր Վարդանյանի սերիալի այդ սախ բաները, պրիկոլները, որ դուրս են գալիս, պարտադիր չի սերիալը նայես, բայց տեղյակ լնես այդ ինչի մասին է այնտեղ խոսվում, այդ պարտադիր է, հա, ասա իզվինի, բան որ ասեմ, իսկ հիմա բոլորը հասկացել են, բայց վստահ եմ ոչ ոք ստեղ չի նայել այդ սերիալը, հա։ Ահա։ Այդ հետաքրքիր է, լսի, իսկ դու ընդհանրապես այդ arm comedy ֆորմատից չես հոգնել այսքան տարիների ընթացքում։ Вообще չեմ հոգնել, որովհետև այնքան իրա պլյուսը նրանով է, որ եսը չգիտեմ մյուս էպիզոդում ինչ ալնելու ու մանավանդ էս վերջի մի քանի տարիները вообще ոչ ոք չգիտի ինչա լինելու, հա, տես մի օր զարթնում ես, մեկ էլ տեսնում ես կաթողիկոսին են հանում, հա, ու տես նոր սյուժետնի լինիա է մտնում։ Դենց որ ես էլ ձեր հետ տենց ապշում եմ, զարմանում եմ, փորձում եմ տենց keeping up with the Pashinyan-ը լնել, ու ինչը տենց բանա շատ турбулент է, հա։ Նենց որ այդ առումով չեմ հոգնում, ինքը տենց ինքը вообще տենց լավ նալաժնի մեքենա է, էլի դարել են իր production-ի մասով, այսինքն մենք տենց օր շաբաթվա բան ամեն րոպե ամեն ժամ գիտենք ինչ ենք անելու, որ այդ գնացքի հետևից ոնց որ ասած հասցնենք, էլի այդ իրականության լուրերի այդ flow-ի եւ այլն, այնց որ ինքը տենց ձանձրանալու տեղ չի տալիս, լուրերը вообще ձանձրանալու տեղ չեն տալիս, հա, օրինակ ձանձրելի period եղել է comedy-ում, դա շատ վաղուց էր, երևի 2015, 16, 15 այդ կոմերներ, երբ որ մենք նույնիսկ դաժե 3 հատ ենք տալիս, բայց գալիս էր օրինակ ամառը ու դες вообще ոչ մի բան չէր կատարվում։ Ինչ որ կարող է մի հատ բան ոստիկանությունը վիդեո աներ հերթական կանեպ կակայ օպերացիա մասին, ստիպված է տենց բաներ ենք տալիս, որովհետև տենց կայքսը առանձնապես բան տեղի չէր ունենում, հիմա իհարկե այդ ամեն ինչը տենց շատ փոխվեց, գնում ենք դեպի ընտրություններ, այսինքն այդ նակալը մեկը բարձրանալու է, այնց որ հետաքրքիր զոնա սպասվում էլի։ Ասի, այս մենք նույնիսկ կներես, նույնիսկ միշտ օգոստոսին գնում էինք հանգստանալու, արդեն երկրորդ տարին է time out չենք վերցնում։ Երկրորդ տարին է, 12 ամիս աշխատում ենք։ Բիզնեսում հաջողվելու կարևոր պայմաններից մեկը այն կառավարելու եւ վերահսկելու ճիշտ գործիքներ ունենալն է։ Այս ամենը ոչ միայն կարագացնի բոլոր գործընթացները, այլ նաեւ կդարձնի բիզնեսի կառավարումը հեշտ եւ հաճելի։ Այդ բոլոր անհրաժեշտ գործիքները ID Bank-ը ստեղծել է հենց քեզ համար։ Հարմար բիզնես հավելված ամեն ինչ վերահսկելու համար, բիզնես հաշիվներ արագ փոխանցումների համար, վճարային գործիքների միշտ ժամանակին համընթաց քայլելու համար եւ ակնթարթային on-line վարկեր բիզնեսին արագություն տալու համար։ Դու դադարում ես էներգիա ծախսել անհանգստության վրա եւ ուղղում ես այն բիզնեսի աճին։ ID Bank պրոֆեսիոնալ գործիք քո ամբիցիաների համար։ Հաղումը նկարագրության մեջ է։
Ալեն Սեմոնյանով վրայով արագանցնենք։ Այս վերջի վիդեոից հետո մեծ հիասթափության ալիք կար Arm Comedy-ից, նույնիսկ ես երբ որ հրավիրում եմ մարդկանց, մարդիկ բավականին կրթված, բավականին, չգիտեմ, զարգացած, ասում են, որ հիասթափվել են եւ այլն, եւ, չգիտեմ, կարող է եւ առանց նայելու։ Ես այսօր նայեցի Ալեն Սիմոնյանի հետ ինտերվյուի 2 ժամը, արագացված, sense ճիշտ է ստիպել եմ ինձ, բայց նայել եմ ու ես այնտեղ կրիմինալ իսկապես չտա նախ եւ առաջ ես պետք է ասեմ, որ յութուբերը Ալիքի տերը ու ոդկասթի հոստը իրավացի է ընտրել հյուրերին ու հրավիրել են մարդկանց, ում ինքը ուզում է, ու ես դրա համար առնվազն պետք է ոնց որ Նարեկին աջակցեմ ստեղ։ Ես մենակ ուզում եմ հասկանամ հեյթի ալիքը ոնց որ որտեղ էր ուղված։ Եթե գուզես կարող եմ շատ մանրամասն ոնց որ բանը, որովհետև ստե մի քանի կամպանիան կան ու իհարկե ինքը տենց հակասական պերսոնաժ է, ում շատերը չեն սիրում, կստացի շատերը նաև հենց ԿՊ-ի մեջ չեն սիրում, էլի, այսինքն ինքը տենց շանս չկար, որ իրան կանչելը backlash չէր ունենալու։ Դες եթե մենք շատ լավ գիտակցելով դրա համար այդ հարցը մենք դրեցինք մեր Patreon-ի community-ին, ասացինք, որ դուք ուզում եք տեսնեք։ Ու 67-33 հարաբերակցությամբ մարդիկ ասացին, որ ուզում են տեսնել, որովհետև դա ինչ որ կռիվ է, ենթադրվում, որ հաստատ լինելու է։ Նես որ դա կազմակերպեցինք։ Երկրորդ կամպանիան, որը արդեն մեզանից կախված չէր, դες այդ չափով backlash-ին մենք բանենք, այդ իրա ցուցումով, երբ որ ուրիշ ալիքի տղաներին ձերբակալեցին, այդ մենք այդ ժամանակ արդեն նկարել էինք հաղորդումը, այդ ինչ որ բաներ, որ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որը լինելու է, հա։ Բայց բացի դրանից մի հատ вообще ավելի խորքային կամպանիան էլ կա, Հայաստանի մեդիայի ու վերջի, չգիտեմ, եւ ես անկախությունից ի վեր պրինցիպի չի եղել, որ ինչ որ այդ բարձրաստիճան պաշտոնյա, ասենք top 3 level-ի գնա որևիցե տեղ հարցազրույցի ու սա հարցերը նախորդ համաձայնացված չլինեն։ Տենց չի եղել։ Հետևաբար, երբ որ մենք անում ենք, այդ սա հին ինստիտուտի դրա մեջով անցած մարդիկ ավտոմատ ենթադրում են, որ դե եթե գնաց այնտեղ, ուրեմն նույնը տեղի ունեցել է տեղ։ Դե իրանց պատկերացումով անհնար է, որ մենք Ալենին ասած չլինենք։ Հա, ուզում եմ ասեմ, շատերի համար նու այդ անհավանական է, էլի, որ ձև չի, հաստատ համաձայնացրել են հարցերը, դրա համար ես ինչքան էլ ասեմ, որ вообще չէ, իրանք մնալու են իրանց 30 տարվա փորձի վրա հիմնված կարծիքի վրա։ Եվ մյուս կամպանիան մի քիչ էլ քաղաքականացված էր, որովհետև ես շատ հստակ տեսա այդ ուղղորդումները, որ ճամբարից են գալիս, այդ բանը մենք Arm Comedy-ել չենք նայի բան, ինքը տենց հստակ մի քաղաքական ուժի ճամբար էր, որը տենց իրա դեմքերով բան արեց, եւ հնարավոր է նրանք ինֆլուենս արեցին արդեն ինչ որ ուրիշ մարդկանց, որովհետև այն մարդկանցից որը գրում էին առնվազն մեկին ես էլ եմ տենց շատ հարգել, սիրել եւ տենց մեծ տեղ դրել, եթե ինքը վստահ եմ ուրիշ բանի մասին գրեր, կարող է ես էլ առանց նայելու իր կարծիքից ինչ որ բան անեի։ Բայց երբ որ մարդիկ նայում են, հասկանում են, որ տենց շատ face to face ամենադաժան հարցերով մենք բավականին կոշտ հարցազրույց ենք հետ արել։ Կոշտ հարցազրույց, բայց միևնույն ժամանակ դուք իրան թույլ եք տվել, որ ինքը լինելով երկրի երկրորդ թե երրորդ դեմք, երկրի դուք իրան թույլ եք տվել, որ դուք իրան հարցնում եք ինչի սենս եղավ, ինքը ասում է դե մեզ սխալ են ասել, ես չեմ մեղավոր։ Ինչը տենց ոսկի է, եթե ես էլ էի կուսակցություն, որը 26 թվին ձեն ազել, ես կկտրտեի Ալենի այդ սաղ ասածները, մի հատ կայֆոտ մոնտաժ կանեի ու իմ գազդային հոլովակը կսարքեի, որտեղ ասում մենք չգիտեինք, մեզ խափում ենք, մենք չկարացանք։ Այսինքն մարդը եկել է խոստովանում, որ ծերից ծեր ոչ կոմպետենտ ա եղել։ Հիմա գնում է ընտրության ու ուզում է բոլորի ձայնը։ Ու խոստովանում է, որ ոչ կոմպետենտ է։ Դե որոշեք, տալու եք այդ ձայնը, թե չէ, այսինքն այս ամեն ինչը այտենց ուներ կոնստրուկտիվ ձև օգտագործելու, որը միջև հիմա երկու լրատվական տեսա, որ անալիտիկա են արել, այն ինչ որ ինքը խոսացել է, իսկ մնացածը մնացին այդ Ալենին հրավիրեցին մակարդակի վրա։ Okay, դե միջև էտել ենք ինչ որ իշխանական ուժերի ներկայացուցիչներ հրավիրել, հավանաբար դրանից հետո էլ ենք հրավիրելու եւ ընդդիմադիրներին, то есть կորելացիան, ասենք ընդդիմադիրներ բան, 100-ը ինչ որ 5-ի է, էլի մոտավորապես, բայց իրանք շատ ծանր ընդունեցին, որ նաեւ իրանց հետ բան կանենք, այնց որ Okay, իսկ դու չես կարծում, որ այս ոնց որ ցենզուրայի տեսակն է։ Դա ինչ որ հանրային բան, հա։ Երբ որ ուժը, որը ունի ադմինիստրատիվ ռեսուրս,
ուզում է ցենզուրա անի, ինքը ցենց Քանի որ ես այդտեղ այդ քաղաքական կամպանիանտը հստակ տեսնում եմ, թե որ ուժն է, ու էլի լրատվականները աշխատում են այդ նույն լոգիկայով։ Եթե դուք նայում եք ընդդիմադիր լրատվական, այնտեղ ռոտացիան հյուրերի տենց 20 հոգուց է։ 20 հոգին մեկ սկսել է նույն մարդը գալ։ Իրանք երբեք այդ 20 հոգուց կամ լավ 30 հոգուց այն կողմ ոչ մեկին չեն հրավիրում։ Նույնը, կստացի իշխանական լրատվամիջոցները, էլի։ Բոլորը տենց իրանց կոմֆորտի զոնայի մեջ, իրանց կոմֆորտնի սպիկերներին կանչում են, իրանց կոմֆորտնի հարցազրույցը ստանում են, ոնց որ էդ է նորման դարձել։ Ու կստացի որոշակի օբյեկտիվ պատճառներ էլ ունի, որտեղ օրինակ if ես Arm-News-ում էի աշխատում, ինչ-որ մի հատ պահ եկավ, որ օրինակ ԿՊ-ի ներկայացուցիչները գալիս էին ինտերվյուների, բայց արդեն տենց դեպի COVID ինչ-որ այդ պերիոդում պրոստը սկսեցին չգալ։ Ոնց որ Arm-News-ի մեղքը չէր, որ մենակ ընդդիմադիրներին, այլ պրոստը տուպը ոչ ոք չէր գալիս, էլի, որտեղ մի քանի հատ շատ տենց սուր հարցազրույց եղավ, ու իրանք տես բոյկոտ արեցին, սկսեցին չգալ։ Գուցե այդտեղ օբյեկտիվ ինչ-որ բան էլ կա, բայց նաև փաստորեն տեսանք, որ չէ, էլի, հիմա կարան գան տենց ընդդիմադիր հարթակ նաև, որտեղ ես մեզ միանշանակ ընդդիմադիր հարթակ եմ համարում ու միշտ, որովհետև երբ որ մենք ինչ-որ բան խոսում ենք, ծաղրում ենք երբեմն, հա, ինչ-որ ցույց ենք տալիս դրա անհամ բաները, միշտ 80% մեղք իշխանության վրա է։ Ցանկացած պերիոդում արկոմիզին վերցրու քննադատության 80%-ը ներկա իշխանության վրա է, այլ կերպ չի կարա լինի, որովհետև decision maker-ը իրանք են, policy-ն իրանք են կազմում, ինչ երկրում կատարվում է, իրանց որոշումների հետևանքն է։ հիմա տենց չի։ Չէ, հիմա էլ է տենց։ Ընդդիմությունը տենց շատ փոքր կամպանիանտի է, հա, то есть մասնավորապես հիմա ես տեսնում որ ընդդիմությունն էլ շատ վատ հարմար վատ ընդդիմություն է իրանց համար, ու եթե մենք այս գործելավոճը պահում ենք, միանշանակ իրանք 26-ի ընտրություններին պարտվելու են այս գործելավոճով, եւ նաեւ իրանք քննադատելը ոնց որ մի քիչ բզելու բանն է, կամ դուք ինչ որ փոխվեք, կամ նոր ինչ որ մեկը գա, որ տենց չանի, որտեվ տենց ես вообще կասկածում եմ, որ կարող է չանցնեն էլ, էլի։ Դասի ուղղակի դες վասիր հարմար ընդդիմություն է իրականում դրա համար էլ իրանք չեն կարողանում այդ վիդեոն վերցնեն, կտրտեն մասերի ու օգտագործեն, որովհետև իրանք էլ ոչ Դե կոնկրետ։ հիմա տեսար ինչքան հեշտ ճանապարհով գնացին, որ Նարեկն ու Սիգե ծախվեցին, Բարժեր Ալենին կանչեր իրանց թեզերը բանաներ, բա կարող է գար տատուս թեզերը Ալենը բանաներ, իհարկե ոչ։ Դրա համար ոչինչ կար էսի օգտագործելու կոնստրուկտիվ ձև եւ կար բացարձակապես ոչ մեկին չհետաքրքրող ձև, որով իրանք եւ գնացին։ Բայց ես մեկը հույս ունեմ, որ տենց միջև ընտրություններ, տենց ընդդիմությունը տեղից կշարժվի կամ նոր մի հատ ուժ կգա, որը շանս է ունենալու ինչ որ տեղեր ունենալ խորհրդարանում։ Ես բիզնես ալիք ունեմ ու բիզնես ոդկաստ եմ ստեղծում, բայց ու իմ ոնց որ սկզբունքը չէ, բայց օրենքն է ներքին, չանցնել քաղաքական թեմաներին, չմտնել այդ թեմաների մեջ ու չքննարկել դա, բայց որտեղ է այդ գիծը հիմա, երբ որ դու արդեն չես կարա չանցնես, որտեղ է այդ գիծը։ Բայց ես կարամ քննադատեմ այդ պոզիցիան, Այո։ որովհետև ինձ թվում է բիզնեսը Իրանից շատ մեծ ուժ է ներկայացնում երկրում, Այո։ որովհետև այդ բյուջեն բիզնեսն է լցնում։ Եվ իրականում ինքը տենց շատ ավելի մեծ ասելիք ունի ու իրան պետքա լսեն, Միանշանակ, բայց բիզնեսը ընտրել է մի քիչ ջայլամի, մի քիչ զգուշավոր քաղաքականություն, որտեղ ինքը ոչ մի աջենդա չի թելադրում, իսկ թելադրելու տեղերը շատ են, հա, այն ինչ որ կատարվում է օրինակ սահմանին արտահանման հետ, էդի տենց տոտալ կոլապս է, որ եթե պատկերացնեք, այն բիզնեսի հետ ներկայացուցիչի հետ խոսում ենք, եթե պատկերացնեք մեծ ընկերությունն է, ունի ասենք 50 հատ ֆուր մեքենա, որը արտահանում է ինչ որ X product, ամեն օրը, որ այդ ֆուրը մնում է սահմանին ու չի անցնում, ինքը $100 հավելավճար է տալիս։ Այսինքն եղավ օրը $5000 ամեն անգամ։ Ինքը կարա այնտեղ հանգիստ 10 օր մնա, այդ արդեն 50 եղավ, ինքը կարա ավելի շատ մնա, ու այդ այնց շատ լուրջ այնց ոտից խփում է բիզնեսին, հա։ Բայց ինչ որ տես լուրջ, որ մեկը կանգնի խոսա սրա մասին, ինչ որ լոբիզմ անի, ես вообще չեմ տեսնում։ Նույնիսկ ունենք այսքան բիզնես community-ներ, հա, իրանք էլ ինչ որ 1-2 դեպքում ծայրահեղ տենց անատամ զգուշավոր հայտարարություն են արել ու վсё, չգիտեմ ինչ պետք է անեն, էլի։
նույն հեցի դեպքը ինքը իրականում շատ վտանգավոր պրեցիզիան տա բոլոր բիզնեսների համար, հա։ Ну բոլորը հասկանում են, որ իրենց չկպնի։ Դե հա, բարձր որ բոլորը հեց չեն, բայց դե ԶՄՊԿ-ն էլ կար, հա, նույն բանը, այնտեղ ոչ թե ամբողջը վերցրեցին, այլ կարծեմ 15% վերցրեցին, բայց դա շատ վատ պրեցիդենտներ է։ Հələ հիմա թող ինչ որ յուրաքանչյուր մարդը որ ինչ բիզնես ուզում ունի, պատկերացնի, որ իր շրջանառության թեկուզ 15%-ը մեկ էլ անցնելու է ուրիշին, որքանով այդ բիզնեսը շարունակում մնալ եկամտաբեր ու հետաքրքիր։ Դրա համար ես կուզեի, որ այդքան չվախենային բիզնեսմենները, մի վախեցեք, դուք շատ կարևոր ֆունկցիա ունեք ցանկացած երկրում, այդ ֆունկցիան պաշտպանեք, պահանջատեր եղեք, ինչպես կասեր Ռաֆի Հովհաննիսյանը, ու գնացեք առաջ, որտեվ իրանք ձեզ հաստատ լսելու են, երբ որ դուք միասին ելնեք, երբ որ իրանք տենց ինչ որ մեկը բան արեց, հա, այդտեղ կլինի разделяй власть и витя. Ну իրականում բիզնեսմենները ես իրանց հասկանում եմ ու հասկանում եմ ինչու իրանք շատ հաճախ չեն ուզում արտահայտվեն public, որովհետև բիզնեսը ստեղծելը շատ դժվար բան է, բիզնեսին շատ հաճախ բիզնեսմենը վերաբերվում է այնց ոնց որ երեխուն ու պատկերացնում ես երեխուն հարվածի տակ դնել։ Դու պատկերացնում ես երեխուն կան վերցնեն, ասեն Վալոդիկ, մենք քեզ ազգայնացնում ենք, հիմա դու կապրես հավան հանրապետության մեկ հասցեով։ Դե հա, միանշանակ, բայց ես կարծում եմ մարդիկ մտածում են դե ես այն մարդը չեմ։ Ամեն մեկը մտածում է չի լինի, իսկ այդ մեկ էլ հիշում ես, չէ՞, որ փուլում էր այդ։ Ամեն մեկը մտածում է, որ իր հետ դա չի դենա, որ փուլում էր այդ պատմության մեջ ֆաշիստական Գերմանիայի տենց շատ վատ մարտավարություն է, էլի։ Հա, շատ լուրջ համեմատություն էր իրականում, բայց մեր տուն չեն գա։ Մեր տուն չեն գա, տենց են մտածում, բայց մյուս կողմից մտածում են դե բայց կարան հարկային ուղարկեն։ Մեր տուն չեն գա, բայց հարկայինը կարա գա ու կարա խնդիր առաջանա։ Ու դա ոչ մեկին պետք չի որ Ակերպի ես կոնֆետ ուտեմ։ Լավ, իմաստն է, որ բիզնեսմենները, ինչքան ես կուզեմ, որ կապիտալը իր կարծիքը ասի, խոսա, կիսվի իրանց գիտելիքով, իրանք վախում են, իրանք շատ հաճախ անգամ խնդրում են, մենք կարանք քննարկենք դա, բայց շատ հաճախ խնդրում են արի ջնջենք այդ քաղաքական մասը, որ քննարկել ենք։ Ճիշտ է, կան մարդիկ, օրինակ Արտյոմ Տատևոսյանի նման Գորմելաբի հիմնադիր, իր նման քաջ, որ ամենտեղ ամեն ինչ կասեն դեմքին, բայց իրանք քիչ են։ Իրանք շատ դեմքին ես գիտեմ, որ ասում են, բայց դա երբեք public չի դառնում։ Լինում է, որ ինչ որ IT-ի հետ հանդիպում, օրինակ նախարարը կամ տուրիզմի հետ բանման, ու այդ սաղ տենց բարձրացվում է, բայց դա տենց մի քիչ որ հաշ-հաշ է կտենց պահում, դա engine-շումը չի, որը իրականում կարող լինի, էլի, դες բիզնեսի կառավարությանը ճնշելու պոտենցիալը, ճնշելու լավ իմաստով շատ մեծ է եւ էֆեկտիվ դարձնելու հենց, դες կառավարությունը вообще պետք է տենց ոնց որ երբ որ բիզնեսը գալիս ասում է այ արտահանման մեջ SS լավ կլինի անել sense, այդ ոնց որ դու անվճար կոնսուլտացիա ես ստանում։ Այդ ոնց որ դու պետք է գնայր, ես իմ KPMG-ից ինչ որ մեծ թվերով մարդիկ բերեիր, գային, տենց իրանք ուսումնասիրեին, բան, վերջում մատ paper գրեին ու դու դրա համար մենք մի հատ շատ խնդալու դեպք ենք ունեցել, որ հիմա թիվը կարող է հստակ չասեմ, բայց ինչ որ $500,000 ավել թվի մասին է, էլի հաստատ խոսքը, որ կառավարությունը պատվիրել է մի հատ հետազոտություն, ոնց դառնա ավելի էֆեկտիվ իր ներքին process-ները, էլի, այդ ցախ ներքին բաները ավելի էֆեկտիվ դարձնելու, ու ինքը միջև հիմա ռեալիզացիայի չի անցել, էլի, այսինքն այն ինչը պետք է դարձներ էֆեկտիվ, ինքը շատ ոչ էֆեկտիվ է բաները, բայց փողը այդ դրսի ինչ որ կոնսուլտանտների խմբին գնացել է, էլի։ Իսկ բիզնեսը դա ձեր համար անվճար է անում ու ավելի down to earth, հա, այսինքն Լոնդոնից ինչ որ մեկը չի գալու, որ հայկական ռեալիաներից вообще բեխաբար, այլ գալու է մարդը, որ ամեն օր առնչվում է տամոժնիկի հետ, չգիտեմ, եղանակի հետ, մյուսի հետ։ Դե այդ ինձ թվում է իրանց էլ անհարմարություն պատճառում, հասկանում ես, քեզ միանգամից եկել են, միանգամից ասել են ու ակնկալում են, որ դու միանգամից փոփոխություն կանես, իրենք էլ նստած չեն ուզում այդ գործը անեն։ Հենց է վախենալը փոփոխություններ անելը։ Համաձայն չեմ, որ չեն ուզում, որովհետև տարվա վերջ ամեն նախարարություն պետք է ինչ-որ ցուցանիշ տա։ Եվ երբ որ դու լավ ցուցանիշ ունես, դու տես Դու կարաս բարելով կարաս մտնես վարչապետի գրասենյակ, ասես բանես, ասես նայեք, սա KPI-ները խզարել եմ, իսկ երբ որ դա չես արել, պետք է վախվխելով մտնես, սկսես կրուտիտներ, հա, ինչ որ նոր թվեր հորինես, որոնք տենց ռելևանտ չեն, ու ասեն, բայց նայեք, մեր չկատարվածը իրականում լավ է։ Դու կարծում ես ընդ KPI-ների բան կա։
հետաքրքիր է, խիչի, նո նայ, եթե կա ինչ որ KPI-ների համակարգ, ուրեմն պետք է իրանք նախ աշխատել իմանան KPI-ների հետ, ինչը որ բավականին բարձր մակարդակ է պահանջում մենեջմենտի եւ ամեն ինչի, այսինքն իրենց մասնագետները պետք է դա իմանան։ Ոնց են դա կիրառում։ Երևի ամեն ինչ այդքան все-таки հետամնաց չի, ինչքան կուզենայինք կամ ընդունված է պատկերացնել, հա, իհարկե կան եւ ի վերջո ամենամեծ KPI-ների բանը դա պետական բյուջեն է։ Դու տարվա սկիզբ ասում ես ինչ ցուցանիշներ ես ակնկալում։ Շատ վատ KPI։ Հա, բայց կոպիտ ասած, երբ որ ասում ես 7% տնտեսական աճ, հետո ստանում ես 3.5, դա պրոբլեմ է։ Դա նշանակում է, եթե ավելի լավ նախարարի տեխնացու գտնեն, կփոխեն։ Խնդիրը այստեղ է գալիս, որ այն ավելի ունակ եւ լավ մարդիկ չեն ուզում աշխատել այդտեղ, որովհետեւ այտենց խնդիրներ կան, այսինքն ի վերջո այտենց լոյալ եւ հարմարվող մարդկանց են նշանակում, որ ամենալավին։ Չեն ուզում, որտեվ դա պրոբլեմ է իրան ու։ Ուղղակի ես հիշում եմ ոնց են ընտրում տնտեսության նախարարին ու դա խնդալու ինչ որ պատմություն է։ Այնտեղ կար տեխնացուներից մեկը տնտեսագետ, մարդ կար ով ունի ահռելի մեծ network աշխարհով, մեկ կարա ցանկացած տեսակի ներդրումներ բերի ու կար այն մարդը, որ հիմա Ինքը նախարար շատ լոյալ է, ուզում եմ այսինքն իրան լոյալության սկզբում կոնտրակտին։ իրանք համաձայն են։ Այն որ շատ խնդալու բան իմացա, որ H-միացնի գլխավոր ընդդիմադիր տեխնացուն իր հարսանիքի քավորն է։ Ու ինքը դες քավորին ասել, որ всё ինքը տենց այդքան քավոր չի, այդ տիպի լոյալություն է ակնկալվում, էլի։ Երկար տարիներ դու արդեն նկարում ես ու նաև դուք ունեք spin production։ Ես գնալով ավելի ու ավելի շատ եմ նկատում, որ հայկական պրոյեկտները աշխատում են ձեր հետ, նոր ոդկասթներ որակով աշխատում են ձեր հետ, սա ինձ գովաց չի, ուղղակի իսկականից լավ որակով կոնտենտ եք ստեղծում ուրիշների համար նաև։ Ու ես ուզում եմ դու պատմես, թե ոնց է փոխվել պահանջարկը այդ ծառայության տարիների ընթացքում, ոնց են փոխվել այդ content creator-ները, ոդկասթների եւ YouTube շոուերի որակը ու դեպի ուր է գնում։ Okay, դա ես սկզբից գամ, այն աշխատանքի ձևը, որը Հայաստանում կար, ինքը ոնց որ աշխարհի ամբողջ հետ համեմատած տարբերվում էր, մասնավորապես լիքը շոուներ, որ մենք ամերիկյան նայում ու սիրում ենք, իրանք մի production company արտադրում, հետո վաճառում է X ալիքին։ Մեր մոտ այտենց չի, մեր մոտ կան այտենց բաներ, բայց հիմնականում հենց ինքը հեռուստատեսությունը ինքը իր կոնտենտն է բանում, էլի, այսինքն դու աշխատում ես հեռուստատեսությունում։ Մենք միշտ ուզում ենք գնալ դեպի այդ, ինքը որովհետև տենց ավելի ոնց որ դու սենց անկախ ես բանես, երկրորդը դա ուղղակի ճիշտ մոդելն է։ Ու անդադ ուզում ենք, որ մեր production-ը առանձնանա TV-ից, մենք ուղղակի մեր սիրած ալիքին շարունակենք այն վաճառել։ Ու տես 19 թիվներ, որ всё, արդեն սենց սավ որոշել ենք, պլանավորել ենք, որ դեպի այդ կգնայինք, հետո COVID-ը որ եկավ, ասենք ինչ լավ է, մենք մնացինք հեռուստատեսությունում։ Այդ մի տարին տենց անցավ, հետո դե որ արդեն ալիքը փակվեց, ոնց որ ստիպված գնացինք դրան ու ինքը սենց լրիվ կառուցվեց մեր սեփական բանի վրա, պահանջների վրա, հա, որ մեզ պետք էր տեղ, որտեղ նկարենք, լույս, տեսախցիկ, ձայն, այդ ամեն ինչը ու ունենք ընկերներ, ովքեր էլի ուզում են կամ արդեն անում են կոնտենտ, որ լրիվ նույն պահանջները ունենք։ Դրա համար այդ իդեան տենց շատ բան եկավ, էլի, օրգանիկ եկավ, որ եկեք սարքենք տեղ, որտեղ բոլորը կարան գան իրաց կոնտենտը նկարեն ու էլ ոչ մի բանի հետ կապ չունենան, հա։ Ու սպինը այդ ծառայությունն է տալիս, որ լիքը նեղ մասնագիտության մարդիկ, բժիշկներ, իրավաբաններ, քաղաքագետներ, շատ թենիսի մասին ոդկաստ ունենք, էլի հայալեզու։ Հա, իրան գալիս են, իրանց կոնտենտը կարան, չգիտեմ, մի ամսվա նկարես, մի օրում նկարես, կարաս ամեն շաբաթ գաս, մի խոսքով դա էական չի, բայց զբաղված մարդու համար շատ հարմար է գար, քո ռիլերը, քո ոդկասթները նկարեցիր, գնացիր ու всё, արդեն թիմը ամեն ինչ անում է, սկսած նրանից որ տարավ post production, մոնտաժեց, հավաքեց, քո համար դիզայն արեց շապկա, մապկա, տեղադրեց YouTube-ում ամենագրագետ ձևով, որովհետև մեր մոտ հենց YouTube-ի թիմ կա, որ աշխատում է, եւ օրգանիկ առաջխաղացումը YouTube-ով սկսեց գնալ։ То есть մարդուց մնում է մենակ գտնել իր հյուրին, ունենալ իր կոնտենտը, գալ եւ նկարվել։ Ինձ թվում է շատ հարմար ծառայություն է ու տեսնում եմ, որ արդեն մենք որ սկսեցինք բան անել, դες առնվազն մի 4-5 հատ բացվել է արդեն։ Իսկ տենդենսների մասով ուզում եի հասկանալ, ինչ պահանջարկ կա հիմա հայկական YouTube։ Ոդկասթն է պահանջարկը, ես լրիվ ուղիղ կապում եմ էդի պրոբկաների հետ, որովհետև կար ժամանակ, որ
ուզում էինք անել ոդկաստ, բայց վստահ ենք, որ ոչ ոք չի լսելու։ Ու կողքից էլ որ նայում ենք, անընդհատ հիմնականում ինչ որ գրանտերով ինչ որ մի հատ ոդկաստ էր բացվում ու 2 ամսից փակվում էր։ Ու տենց շատ անգամ ա եղել, սկսած ինչ որ 12 թվականից էլ, ասենք ով կհիշի 12 թվին ինչ ոդկաստ կար։ Բայց համ էլ պրոբկեքը որովհետև ես ինքս այնակ ոդկասթները այդ ժամանակ, որ պրոբկեքը այդ սարսափել չի, վազելու ժամանակ էի լսում, որ կարաս տենց մի ժամ, 2 ժամ deep dive անես ինչ որ կոնտենտի մեջ։ Ու այս ամեն ինչ որ sense փոխվեց, հետո re-range-ի հաջողությունը տենց եղավ, ու մարդիկ սկսեցին նայել, ուզենալ բանել, հիմա տենց ավելի այդ long form content-ի անջարկը մեծանում է, տրենդային է դարել այս։ Ստացվում է։ Բայց համ էլ լավ է, տես էդի ահագին բալանսավորում է այդ short form content-ը, որը արդեն ֆիքսեցինք, որ ես այդքան չեմ սիրում, ինքը լավ է, էլի որ բալանսավորում է։ Ну այդ short content, բայց նայ, այդ YouTube-ը իմիջիայլոց առանց իրազեկույցների մեջ նշում է, որ տրաֆիկի 75%-ը երկար վիդեոների համար ապահովում է այդ short content-ը։ Մեր մոտ այդքան չի։ Ձեր մոտ Հայաստանում հա մի քիչ Ջեմ, ես մեր ալիքը նկնում, ինձ թվում է դա շատ ալիքի բնույթից է, էլի մոտ էլ այդքան չի։ Հա։ Իրականում շատ ավելի ցածր ազդեցություն ունի, բայց ամեն դեպքում միջինում աշխարհով մեկ նման թվերը կան։ Так что ինձ թվում է այդ պարտադիր բանը, դուք չեք կարող առանց դրա աչքից։ Չէ, այդ հիմա ոնց որ անում ենք որպես турք ալգորիթմին։ Ալգորիթմը պահանջում է, որ դու shorts անես։ Դրա համար անում ենք shorts, որ չնեղանա ալգորիթմը։ Դե չէ, տենց չենք անի։ Համ էլ շատ ավելի ոնց որ հաճախ պետք է այդ վիդեոները։ Հա, բայց օրինակ content կա, որտեղ դա հենց լավ է, էլի, օրինակ նույն բժիշկների համար, ասենք այդ կարճ մի րոպեանոց վիդեոն միգրենը ինչի մասին է եւ կամ ինչպես իրա դեմ պայքարել, ինքը ռեալ բան է բերում, էլի։ Իսկ ուղղակի մարդիկ չեն էլ հիշում այդ վիդեոները, Չէ, բայց ինքը բերում է այ քո ասած ձևով, էլի long form-ին է բերում, կամ մարդիկ դե միշտ այդ բանը կա, չէ՞, մարդու մեջ, որ այդ կախարդական hub-ը ման են գալիս գտնեն, ահա, ես նայեցի 3 ձև ինչպես մաքրել լյարդը, ու հիմա ես բժիշկ եմ։ Մի քիչ էլ այդ պահանջարկին է բավարարում, ինչը սխալ է, այդ ֆիքսենք, բայց հա։ Իսկ հարի մոնետիզացիայից խոսանք նաև, okay, դուք անում եք production, բայց podcast-ը ընդհանրապես թանկանոց հաճույք է, ու դրան sustainable դարձնելը շատ դժվար է։ Ну, եթե դու իհարկե ի սկզբանե չես մոտենում դրան որպես պրոյեկտին, որը պետք է sustainable լինի ամեն գնով, ոնց որ իմ podcast-ը։ Ինձ թվում է, ես հիմա եթե ուզում եք ինչ-որ մի հատ լավ միտք տանեք այս podcast-ից, հիմա ուշադրություն այդ լավ միտքն է լինելու։ Եթե դու պատրաստ ես այդ անել вообще առանց ֆինանսի ակնկալիքի, ուրեմն մի արա։ Որովհետև դու պետք է դա սիրես։ Այսինքն մենք Uncomedy-ին անում էինք вообще չմտածելով, որ դրանից փող ենք աշխատելու։ Մեր էնտուզիազմի վրա, եթե դու պատրաստ ես մի 10 տարի կամ 5 տարի, հիմա այդ կրճատվել է, էլի լավ նորություն է դա, բայց եթե դու դա գոնե մի տարի անվճար չես անելու, մի արա։ Production-ի բանը դու դա կարաս 2 հատ հեռախոսով էլ անես։ 2 հատ մի հատ էժան Xiaomi արա։ Ինքը մեկը ավելի լավն է ալնելու, քան մեր սկզբում նկարած Uncomedy-ները որակով 100% էլի։ Դրա համար այդ вообще չկա, որ պարտադիր չի 3 հատ Sony FX, չգիտեմ, ինչ-որ կամերաներ, որ հաշվում ես, դες մի հատ թիվ է կանգնում, вообще պարտադիր չի, եթե հետաքրքիր է, մարդիկ կնայեն։ Այդ միակ որոշիչ բանն է, հետաքրքիր է, ուզում եմ, տենան վերջի ինչ եղավ, ընթացքը մնում եմ, նայում եմ, այդ ամենակարևոր թիվն է, retention-ը, ինչքան է մարդ նայել, որտեվ սա սոցիալական մեդիան դրա վրա է աշխատում, ինքը ձեր ժամանակը վերածում է իր դիտումների։ Ինչի է ինքը ձեզ առաջարկում են կոնտենտը, որը դուք հակված եք նայելու, որ դուք ավելի երկար ժամանակ անցկացնեք Instagram-ում, TikTok-ում, YouTube-ում։ Հետևաբար, всё, դա գլխավոր զենք։ Եթե դու կարող ես 10 այդ կոնտենտը, որը մարդիկ կնայեն։ Եթե չես կարող, ուզում ես 3 հատ red կամերայով նկարի, որ ամենաթանկ կամերան է, մեկը չեն նայելու։ Իսկ քո կարծիքով հիմա այդ հայկական կոնտենտի հիմնական խնդիրները որոնք են։ Չկա տենց հիմնական խնդիր։ Ну, օրինակ TikTok, եթե վերցնենք իմ համար տուփոյ կոնտենտ Տուփոյ կոնտենտը դա էլ է։ Երբ միացնում եմ ինչ-որ մարդա, որ բան ավտոների ձեներ է հանում, ու всё։ Մեկ էլ տենց ոնց ֆորմա արուսյակ կամ կազմնություն մի տես բուսնում ու նես չէ՞ որ ես նայել եմ տենց բան, տենց ռեգիոնում ինչ տրենդի մեջ է, դա ցույց տալի չէ։ Դու ես վերջերս 2
կինոյի նկարահանմանը ոնց որ մասնակցեցիր ու որպես պրոդյուսեր եւ սցենարիստ կներես։ Նախ ասեմ, որ շատ որակով է ստացվել, ու տրեյլերը նայեցի այսօր Verminion Job-ի ու շատ որակով է, բայց այս վերջերս տարածվում է մի հատ քրիտիկական sense արտահայտություն հայկական կինոյի մասին, որ ամբողջ կինոն հայկական գողության կամ հանցագործության մասին է։ Ցանկացած կինոն եթե վերցնում ենք ինչ որ վատ նարատիվներ կան մեջ եւ վատ բաներ են տարածում, այս մեկը արդեն պետք է պատասխանես։ Արագ կտամ։ Հա, այս տես նարատիվներ են տարածվում, որ այս կինոն գողության մասին է, հանցագործության մասին։ Վերնի մեջ է դա։ Դուք ոնց որ նկարում եք նորից այդ հանցագործ դու ընդհանրապես դու համաձայն ես դրա հետ թե ոչ։ Այդ ինչ որ շատ sense են Փարիսեցի մոտեցումը հայերը գողություն չեն անում։ Հայերը ամենաբոմ գողությունն են արել, որի մասին նույնիսկ մի անգամ համարյա գրում էի կինոն, այդ կենտրոնական բանկի անելու։ Հա, այդպես ահագին ուսումնասիրել եմ այդ բանը, ինքը այդպես էտալոնային գողություն էր, որովհետեւ դաժե կարելի է հպարտանալ, ինչ որտեղ ոչ թե Լուվրը տալապեցին ապոշավարի մտան լոբզիկով կտրեցին սաղ տարան էլի կամերա էլ չկար բարձվում է։ Լսի դե ցանկացած ֆիլմ իրավունք ունի իր կոնտենտը ունենալ եւ եթե հենց անվան մեջ էլ գրած է գողություն ու դու տենց կարով դեմ ես որ գողություն լինի ու ասեմ բան էլի Ограбление по-իտալիանցկին որ դուրս եկավ մենք սկսեցինք իտալացիներին մենակ այդ հարթության մեջ նայել իտալացիները իմ համար մեկը մնում են հենց աշխարհի լավագույն նկարիչները, քանդակագործները, օպերաների ստեղծողները եւ խոհանոցի ստեղծողները, բայց ես հա չեմ բացառում, որ իրանք լավ գողություն էլ կարան։ Նայ, իրանք հողակի չեն նկարում միայն գողության մասին, իսկ մեր Մենք մոտ չենք նկարում միայն գողության մասին, come on։ Մենք ասենք ես գրել եմ երևի 7 ֆիլմ, որոնցից նու երևի 2-ն է տենց գողության մաս։ Չէ լավ 3-ը։ Նույնիսկ ինչ որ բացասական էլեմենտ պետք է լինի, որ ֆիլմն է, որ չկա բացասական հերոս։ Հիմա գողություն չլինի, թող ուրիշ բացասական բան։ Եթե ֆիլմը անտագոնիստ չունի, դուք չեք նայելու այդ ֆիլմը, եւ ոչ ոք չի նկարելու այդ ֆիլմը։ մի բան է, երբ որ ֆիլմը ունի անտագոնիստ, մի բանն էլ, երբ որ ֆիլմի ոնց որ գլխավոր հերոսը անտագոնիստն է, վատ բաներ անող։ Չբացեմ սցենարը, բայց ինքը կակրաս սկսում է այն պայից, երբ իրանք տենց ոնց որ իրանք գործունեությունը գողության աշխարհում ավարտում են ու անցնում են տենց ընտանեկան կյանքի, բայց իրադարձությունները իրանք հետ են քաշում դեպի իրանք հիմնական աշխատանք։ Իսկ այս վերջերս ընդհանրապես որ կինոներն ես նայել ու հավանել։ Գողի պիստոլետը զարմանալիորեն լավն էր, որից շատ ցածր սպասումներ էր, էլի, որովհետև ինչքան տես բաները remake են արվում կամ sequel-ներ են արվում, միշտ վատն են ելնում, այս անգամ տենց ոտերին չէին գցել, շատ ծիծաղալի էր, շատ հավանեցի։ Հիմնականում երևի ես վերջերս մի քիչ ավելի շատ հիասթափվում ես, քան բան ես անում, որովհետև Հոլիվուդում տենդենսը գնացել է նրան, որ նախ հենց բուն արտադրած կինոների քանակը, եթե վերցնենք մեր այս 20-ականները ու համեմատենք օրինակ 80-ականների հետ, մի 5-6 անգամ ավելի շատ քիչ կինո է դուրս գալիս։ Այն բոլոր են մեծ ստուդիաները, որ մենք գիտենք, Universal, չգիտեմ, Warner Brothers, իրանք արտադրում էին տարեկան 50-20 ֆիլմ տարբեր պերիոդներում, հիմա 5-6, որովհետև բյուջեները աճել են, ոնց որ սխալվելու այդ պատուհանը նեղացրել են ու նկարում են տենց մենակ 100+ միլիոն դոլարանոց ֆիլմեր, որոնք պետք է հավաքեն գոնե 300, որպեսզի իմաստ ունենան, դրա համար 5-6 հատ են տարվա մեջ անում։ Այն 1 միլիոնից 20 միլիոն կինոները, որոնք իրաց մոտ հավարվում են մալա բյուջետնի, իրանք արդեն անցել են ստրիմինգներ։ Իրանք մենակ ընդեղ են նկարվում։ Ու դա էլ բերել է դրան, որ մեր սիրած լավ օրինակ կոմեդիաները, որովհետև կոմեդիան միշտ այդ 1-ից 20 բանը բերել է շատ քիչ կոմեդիա, որ 100 միլիոնանոց, հա, իրանք վերացան էլի մի պահ, եւ այս գոլի պիստոլետը տենց, բայց ինքը բացառություն է մեկը, էլի, այսինքն եթե ինչ-որ մեկը գժոտ կոմեդիա գնա, գրի ինքը մեկը Netflix-ա գնալու կամ տենց մի բան, դա տենց շատ վատն է։ Իսկ ընդհանուր առմամբ հայկական կինոյի մասին, այս տենդենս եղավ, որ մի ամսվա տարբերությամբ գողություն հայկական ձևով դուրս եկավ, որը տենց adventure, կրիմինալ, բայց նաև կոմեդիայի էլեմենտներով ֆիլմ է, ու դուրս եկավ մոլորվածը, որը լրիվ տենց ամանորյա կատակերգություն է երեխեքի համար, տենց շատ տարբեր, ու այս տարի գրեթե չի եղել ամիս, որ նոր ֆիլմ դուրս չգա, դա տենց շատ լավ է, ինդուստրիան աշխատում է, ու եթե մարդիկ նոր կոպիտ ասած ես որպես սցենարիստ կամ ինչ-որ մեկ օպերատոր ինքը մի 10 տարի առաջ
Կարողա տարվա մեջ մի հատ կինոյի վրա աշխատեր, հիմա բոլորս ավելի շատ ենք բանում, այսինքն ես էլ եմ կատարելագործում բոլորը պլաշատկայում ավելի կատարելագործում է շատ աշխատելու հետևանք, որտեղ իսկապես էլ են գյուրը երբ որ շարմը տարեկան մի կինո էր թողարկում, այդ մի կինոն էր, հիմա ով աշխատեց վրան աշխատեց, ով չաշխատեց, ոչ դերասանն է, ոչ սցենարիստը, ուրեմն իրանք այդ տարի ոչինչ չարեցին էլի, հիմա ասենց ամեն ամիս մի բան դուրս է գալիս։ Հա, բոլորս տարբեր կարծիք եւ վերաբերմունք կարանք ունենանք, բայց մեր շուկան ժողովուրդ, այդ ոնց որ ներսից ասեմ, էլի այնքան փոքր է, մենք դες արտադրում ենք այս 3 միլիոն ժողովրդի համար զուտ, որտեվ մեր հայերեն լեզվով է։ Ամեն կինո որ դուրս է գալիս, իրականում տես հրաշք է, էլի, տես այդ լիքը մարդ շատ ուժեղ հավատացել է, չնայած ամեն ինչի, տես աշխատել է դրա վրա, որտեվ եթե տես չոր ռացիոնալությամբ վերցնենք, вообще ոչ մի կինո Հայաստանում պետք է դուրս չգա։ Ну մենակ 3 միլիոնի Ոչ մի կինո պետք է դուրս չգա, կարող է 5 տարին մեկ պետությունը սուբսիդավորի մի հատ ինչ-որ տես պատմական, հա, Գարեգին Նժդեհոտ ֆիլմ ու վсё։ Որովհետև որ դու այդ հաշվարկը գնում ես, այդ ռիսկերը բան ես անում, ռացիոնալիզմը քեզ պետք է ասի, իհարկե մի նկարի կինո, դու գիժ չես։ Բա որ պրավալ գնաց, բա որ սենս, բա որ գցեցին YouTube, տես մի հատ դեպք եղավ էլի, որ շատ ֆիլմը նոր էր մտել ու հայտնվեց YouTube-ում, ճիշտ է, շատ քիչ մնաց, բայց ահագին հարվածեց։ Ուրեմն ասեմ մի քիչ բան էլի, մենք տենց շատ հակված ենք միշտ հենց լավագույնի հետ համեմատել, հա։ Տիտանիկը ու մեր ցանկացած ռոմանտիկ կատակերգությունը, ու հա, դե իհարկե ինքը պարտվում է, բայց էլի այդ շատ ծանր աշխատանք է, լիքը մարդկանց նվիրատվություն է, անձնական այդ ռեսուրսների շատ մեծ ռիսկ կա դրա մեջ շատ ինձ դուր է գալիս, որ շատացել են, ինչքան շատանան, այնքան մյուսը ավելի լավն է անել, որտեղ օրինակ ես որ գանարար եմ ստանում ֆիլմի համար, ամեն սցենարից մի մասը ծախսում եմ դրսում սովորելու վրա, հենց սցենարային, վերցնում եմ ինչ-որ կուրսեր, վերցնում եմ բան դասընթացներ, այդպես լուրջ սցենարական վարպետների հետ, որը ինձ տես մի քիչ ավելի լավն է սարքվել։ Ես իմ համար որպես պրինցիպ եմ էլի վերցրել, այսինքն ինչքան որ աշխատեցի, դրա մի մասը տալու եմ ինչ որ մի հատ տես, իսկ դրանք շատ թանկ են էլի իրականում, բայց տալիս եմ, որ մյուսը ավելի լավ է լինի։ Համաձայն եմ, որ կինոների մակարդակը զարգացել է եւ նաեւ մոնետիզացիայի տեսանկյունից, ես արդեն որ OKO-ում էի աշխատում, OKO TV-ում, ես տեսնում էի հայկական կինոները մեր հարթակում, որ մենք առնում ենք հայկական սերիալ նկարեցինք, որը ռուսական այդ Wing հարթակում գնաց, մենք նկարեցինք AI-ի մասին, հայկական ստարտափի մասին, tech startup սերիալը, ու էլի ինքը իր այդ ներդրած գումարի վերադառնալը ինքը հələ չի վերադարձել, տես համարյա մի տարի է արդեն անցել, այսինքն դու պետքա այդ բանը անես, որ տես մի տարվա մեջ փուլ ինչ որ բան, որ ինքը հետ գա ու դու կարողանաս երկրորդը բան անես, հա։ Եթե ինքը տես չի ունենում ինչ որ ֆանտաստիկ հաջողություն, որ դու դա կարողանում ես դրա հաշվին ավելի արագ անել, բայց ինքը մեր համար տես լրիվ հավատալու պրոջեկտ էր, էլի, որ մենք ուզում էինք անենք, որ ելներ սերիալ, որտեղ ոչ թե ախպեր բան վիճակներն է, այլ ավելի շատ տես ինչ որ նոր բանը, արհեստական բանականություն, տես նոր թեմա, այդ օֆիսային մշակույթը եւ այլն, լրիվ մեր էնտուզիազմի վրա է։ Իդեպ էլի 19 թվից մենք դա ուզեցել ենք անենք եւ 25 թվին նոր նկարել ենք, որ պատկերացնեք ինչքան է տևում process-ը։ Նախ նոր զարմացա քանի տարի անցավ 19 թվից 7 5 նո ասենք հանենք են 20 տիպը օբյեկտիվ պատճառներով 21-ն էլ մեկա ասենք 3 տարի վիզ ենք դրել որ այդ պրոյեկտը լինի։ Իսկ ո՞նց է հիմա հայկական սթրիմինգների հետ աշխատում, ընդհանրապես կա այդ աշխատանքը։ Օրինակ հա կինոդարանում է, կարող եք նայել կինոդարանում բոլորը tech startup սերիալը, բայց իր մեծանալն էլ էլի, դες մի հատ level up անում սերիալները ու կինոդարանն էլ ես իրանց հետ շատ եմ շփվում, հիմա մի հատ ուրիշ սերիալ ենք իրանց հետ մանանում արդեն դες միջոց գայնոտ բանի իրանք փորձում են որ ամեն հաջորդ սերիալը նախորդից ավելի լավ է լինի։ Սպասի իրանք են նկարում originals, այսինքն իրանք originals են նկարում։ Վաու, հետաքրքիր է։ Նաև ունեն originals-ն էլ են որոշ չափով։ Ես գիտեմ որ Armflix-ը ունի production։ Նույն սկզբունքով էլ, հա, իրանք են։ Կինոների մեջ ընդհանրապես նաև մի հատ նեգատիվ տենդենս կա, որը նկատում եմ, անգամ հոլիվուդյան կինոները ցանկացած։ Այս վերջերս Դիկապրիոյի հետ մի հատ կինո կար, Don't Look Up։ չեմ, որ ինքը ինչ որ ռևոլյուցիայի մասին էր, Bit was a bit։ Ես դա չեմ նայել, բայց կարդացել եմ իր մասին։ Շատ տարօրինակ զգացմունքներ առաջացավ, ճիշտն ասած, դիալոգների մակարդակը, երբ որ դու նայում ես
հին կինոն, որը նկարահանված էր 2000 թվականին, ու հիմա չէ, Աչա դու կարաս։ Հա։ Դու կարաս, հա։ Երբ որ ես նայում եմ կինոն, որը նկարահանվել է այս վերջերս ու 20 տարի առաջ, դիալոգների որակը ու մակարդակը ակնհայտ է։ Ու իմաստը այդ կինոյի շատ ավելի խորն է լինում, քան նոր կինոների դեպքում։ Ու ես ուղղակի չեմ հասկանում, խենք էլի դեպի sense բարձացում գնում։ Բայց Don't Look Up-ը չէր հավանա։ Որտեղ օրինակ ես հավանել եմ Միշտ որ նա այդ կինոն այդ խորը միտքը կար, որը տենց շատ ռելևանտ էր մեր կյանքին։ Իսկ որ շատ կախված է ես տես բան կանեմ էլի չեմ դատարածի բոլոր ֆիլմերի վրա։ Չեմ կարծում որ դա պրամ տրենդ է, որտեղ չգիտեմ, հիմա եթե Տարանտինոն այդ նոր բան նկարի կամ Եթե Տարանտինոն նկարի կամ նոր բան նոր նկարի հասած գժոտ դիալոգներ են մեջ ելնելու էլի։ Ну, օքեյ, հա։ Ինքնից ձեռագրի բանը։ Ուղղակի ես դա ակնհայտ նկատում եմ ու ընդհանրապես այս վերջերս ոնց որ սկսել եմ ավելի շատ հին կինոներ նայել, որոնք արդեն մի քանի անգամ նայել եմ։ Ես էլ եմ, հա, Հա, դրա ես էլ եմ ես բռնացնում։ Որտեղ հին կինոներում այդ պարտադրված պոլիտկորեկտությունը Հա, չկա։ ճիշտ է։ Ու դու ավելի sense քեզ մոտիկ, քեզ ինչ որ նայում ես մարդկանց կյանքը, ով որ նայում են, նո ապրում են ոնց որ ավելի շատ կոնոման։ այդ բանը կա, չէ՞ որ early adopters են, ով որ տրենդը շուտ է վերցնում ու ես հիշում եմ ասես մի 2 տարի առաջ մի օր տենց LinkedIn-ը մի հատ բացեցի ու ինչքան են հայերը սիրում տենց ցանկացած տրենդ, որը вообще մեր մասին չի։ Вообще չկա այդ խնդիրը ստեղ early adopt անել։ Նա տենց աղջիկ էր իր այդ բանը բերեց ու գրած էր տակը հիշի։ Իրա դերանուններն էր գրած։ Տենց ոչ ոք չէր կասկածում, որ քո դերանունները հիշի են, էլի, come on, ում ես բանանում, էլի, կամ եթե ես գրեմ his, հա, դե Հայաստանում չկա դրած այդ խնդիր, եք դուք մտնում եք ինչ-որ այդ ամերիկյան բանի մեջ, որը հեսա անդեղել է արդեն վերանում եւ տենց նորմալանում ու ձեզ գցում տենց առաջի պլան, էլի, այդ բաները տենց մեկ-մեկ կան մեր մոտ, որ ինձ մենք շատ հաճախ չենք գնահատում մեր մոտ իրավիճակը, այդ սոցիալական ինչքան ավելի լավ է, քան այդ երկրներում, էլի, որովհետև այդ social injustice-ի պատմությունը երկար ամերիկան, որը 200 տարի ունի, հա, իր այդ ստրկատիվական, ամենից ելնելով, ախպեր մենք չունենք այդ խնդիրը, խենք զորով մենք այդ խնդիրը տենց վերցնում ու մենք էլ ոնց որ Վայոմինգցին է, նենց էլ Կոմիտասցին է։ Չէ, Կոմիտասում չկա այդ խնդիրը։ Մեր մոտ ոստիկանները սևամորթներին չեն ծեծում, սատկացնում, իսկ իրանց մոտ անում են։ Հիմա դա իրանց խնդիրն է, թող իրանք եղած խնդրով տարապեն։ Մեր մոտ այդ մեկը չկա։ Մեր մոտ կա նիվայով մուզիկան քոքելու խնդիրը, որը Վայոմինգում չկա։ Կլինի մենք մեր թեմայով տարապենք։ Իրականում մենք ամեն ինչում ենք, sense early adopters։ Մենք ամենաառաջինն ենք մտցնում AI դասերը դպրոցներում, առաջին շախմատի դասերը, չգիտեմ, ռոբոտը շինությունը բաներում, մանկապարտեզներում, մենք ամեն ինչ փորձում ենք հայտարարել առաջինը։ Մենք ասում ենք դա լավ է, եթե դու իրականում դա անելու ես։ Դա լավ է, եթե տեստավորված է, միշտ չկա դա լավ է։ Օրինակ շախմատի մասով ես տես կվիճեմ այդ տես լավ է, թե չէ։ Դու կարծում ես լավ չի։ Ես կարծում եմ մի քիչ գերագնահատված է այն օգուտը, որը շախմատը տալիս է սովորելու ունակության վրա։ Դրա մասին տես լիքը ստադիներ կան, որ տես լավ շախմատ խաղալը հավասար չէ խելացի լինել եւ հեշտ սովորելուն։ Ну, չգիտեմ, ստեղ Լավ շախմատ խաղալը դա լավ շախմատ խաղալը, ոնց որ լավ տենիս խաղալը, լավ բասկետբոլ խաղալը։ որոշակի սկիլներ է տալիս է, մտածելու եւ այլն։ Հա, բայց ուղիղ դնում, որ դու նաեւ պատմություն լավ գիտես կամ մաթեմատիկա նույնիսկ լավ գիտես։ Անցնենք բլիցին, մի քանի հարց, որը պարտադիր տալիս են։ Նայ, եթե ստիպված կլինես լքել Հայաստանը, ու էլ չվերադառնալ, որ երկիրն ես ընտրելու։ Եթե կարողանայի ընտրեի Իտալիա։ Okay։ Իսկ երկրորդ երկերը ինչ կլիներ։ Ուխի Իտալիան ապեր առաջ։ Դե Իտալիան դες շատ կոմֆորտ էր իմ համար, դες շատ դուրս գալիս է, էլի, իր համ ժողովուրդը, համ այդ ընդհանուր վայբը, համ գեղեցկությունը, ինչը դե տենց շատ խափուսիկ է, էլի, իրականում, որտեղ քանի չես ապրել, մենակ այդ աբլոշկեն ես տեսնում։ Երկրորդը օրինակ 21 թվի ընտրություններից հետո ես դրանից առաջ չգիտեմ 5-6 անգամ Ամերիկայում եղել էի, այնց եղավ որ 21 թվի հենց ընտրություններից ամիջապես հետո էի եկել Ամերիկայում, ու հենց առաջին անգամ սկսեցի նայել, դե բայց օրինակ այս նահանգում կարելի է ապրել, որ կստացի Կալիֆոռնիան չէր էլի, բայց տենց չէ,
իրականում մի քիչ ֆանատիզմի բան կա, էլի, որ մարդիկ շարունակում են ստեղ մնալ, այնպես որ ես տենց ինչեւ վերջ կփորձեմ ստեղ մնալ։ Մենք էլ եթե դու չզբաղվեիր arm comedy-ով կամ այն բանով, ինչով դու հիմա ես զբաղվում, որ ոլորտը դու կընտրեիր։ Գրականության, իսմանը սցենարները որոշ չափով են այդտեղ, բայց նաև մանկական գիրք եմ գրում, որը տենց ինձ շատ հաճելի է process-ը։ Մեկը դա, երկրորդ երևի կուզենայի իդեալական աշխարհում դիվանագիտության ոլորտում լինել, նույնիսկ միդում պրակտիկա եմ անցել ուսանող ժամանակ, բայց այն թվերին շատ հիասթափվեցի, ոնց որ միշտ այդ մտքով տենց գնացել եմ, որ կուզենամ այդ ոլորտում լինել, բայց երբ որ հենց եղա, շատ հիասթափվեցի, ասես գործելավոճից, իրավիճակից եւ ամեն ինչից։ Հաջորդ հարցը հենց հիասթափության մասինն էր։ Ուզում էի իմանալ քո ամենամեծ հիասթափությունը այս կյանքի մասին։ Արի այդ նույնը ասենք, չգիտեմ թե ես ֆատալնի հիասթափություն չեմ համարում, բայց քանի որ դա հիշեցինք, թող բան արտաքին գործերի նախարարություն իրականում։ Ինչ Ընդհանրապես բոլորս շահեցինք, որտեղ ընդ որ մնայի արում կոմեդի չէր լինի։ դիր ըստ կարևորությանը այս 3 բառը՝ ընտանիք, հասարակություն, պետություն։ Ընտանիք, պետություն, հասարակություն։ Ընտանիքը առաջինն է, հետո պետությունը, հետո հասարակությունը։ Խի։ Որտեղ եթե քո ընտանիքում ամեն ինչ օքեյ չի, քո ցանկացած բան մտորում, ինչ որ գիտելիք պետության մասին, ինքը տենց արդեն ոչ պրոֆեսիոնալ դիրքերից է, էլի շատ եթե այդտեղ չես բան արել, հաջողել, այնտեղ դու լավ input չես կարող ունենալ։ Իսկ ինչի պետությունը հետո հասարակություն։ Որովհետև հիմա շատ է սկսել կարևորել ինդիվիդուումի դերը պետության դերի համեմատ ու չեմ կարծում թե դա կոնստրուկտիվ լավ տեղ է տանում, հա, որովհետև եթե այդ բանով գնանք, ընդ որտեղ հաց, այնտեղ կաց ֆորմուլան կսկսի աշխատել, ու մեկ էլ պարզ կլինի, որ չգիտեմ, Կիպրոսում ապրելը շատ ավելի հարմար է, քան Երևանի պրոբկեքում ապրելը, ու բոլորս կգնանք Կիպրոս, օրինակ։ Okay, Մի հատ հասարակությունը մենակ կշահի լավ եղանակից, քիչ կհիվանդանա, կմարզվի, տենց ստրես չի ունենա, ինչ-որ անիմաստ պատճառներով, տենց որ սկսում եք տենց ռացիոնալիզացնել, տենց է լինում, բայց արդյունքում չի լինի պետությունը։ կինոն, որը դու խորհուրդ կտար բոլորին, որը քո կյանքն է փոխել։ Փոխել շատ բան է, էլի, տենց Ինչ որ մի բան փոխել է քո մեջ։ Փոխել է։ Big Fish կինոն, եթե չեք նայել Big Fish, ինքը շատ հուզիչ, շատ սիրուն պատմություն է, որ այն կինոներից չէ, որ բոլորը նայել են, բայց խորհուրդ կտամ նայել, ինքը համ կատակերգություն է, համ շատ հուզիչ է, շատ մարդկային բան է, որը տենց ամեն անգամ փշակաղում եմ, ասես միջև վերջ։ Իսկ մարդ եղել է, որը նույն ձև չէ, որը փոխել է քո կյանքը։ Շատ մարդիկ են տենց եղել։ Հիմա որ մեկին առանձնացնեմ, գուցե դա տենց մի քիչ ճիշտ չլինի, բայց եթե օրինակ շատ հետ գնանք, օրինակ դպրոցում Մոսկվայում էի ես դպրոց գնում, մենք պատմության դասերին անում էինք sense վերլուծություն, համեմատություն այս շրջանը, նույն դեռ Ռուսաստանի պատմություններ հիմիկվա 90-ականների ինչ էր բանի հետ, ու այդ օրինակ այդ critical thinking-ը հենց այդ տվյալ ուսուցչու Ադը Միխալովնայի բանն էր, որը տես ծրագրով գրած չէր, բան, ինքը պրոստը ոնց որ ամեն շաբաթ անում էր մեր հետ այդ վարժությունը, որ մենք critically ինչ որ իրադարձություն, որ այն վաղ տեղի ունեցավ, համեմատում էինք, վերլուծում էինք, չէինք հավատում նրան, ինչին տելևիզորով ասեցին, ու համեմատում էինք, ասենք ինչ որ մի բան, որ 14-րդ դարում ա եղել, ինձ թվում է այդ ոնց որ իմ կազմավորվելու մեջ շատ կարևոր դեր տարա, որովհետև այդ critical thinking-ն է, որ ստիպում է, օքեյ, նայել հմեկ ու ասել ինչը օքեյ չի ես ռեպորտաժի մեջ էլի։ Okay, իսկ ինչն է քեզ մոտիվացնում ամեն օր արթնանալ ու շարունակել զբաղվել դրանով, ինչով զբաղվում ես։ Իմ տղան, որովհետև ուզում եմ իրան լավ օրինակ լինել։ Խորհուրդը քեզ 18 տարեկան։ Սպորտով սկսի շուտ զբաղվել եւ բոլորին, որովհետև այնց է լինում, որ այդ գիտակցությանը գալիս ենք ուշ կամ որոշ մարդկանց դեպքերում երբեք, իսկ եթե տենց այս տարիքում ինչ որ տենց ավելի կոմֆորտ կյանք ունենալու եւ գնալով հետի բանալում ամենակարևոր պահն է, դրա համար ինչ որ մի հատ բան գտեք, որ ձեզ դուր է գալիս եւ կպեք դրանից։ Եվ վերջինը, ինչն է ղեկավարում աշխարհը։
ինձ թվում է կատարելագործվելու մղումը, որովհետև ամեն մարդ իր գործում, եթե դա կոնստրուկտիվ ու մի քիչ արարող մարդ է, ինքը ուզում է, որ ինչ որ process կապ չունի, էլի ինքը որ ոլորտում է, մի քիչ ավելի լավ անի։ Եթե այդ մարդկանց հանենք, մեր հասարակությունը տենց վաղուց մի 100 հատ ատոմային ռումբ էր պայթացրել կամ ավելի վաղ ինչ որ գազ էր թողել ու սաղս մահացել էինք, էլի այդ մարդիկ են, որ ոնց որ շարժում են առաջ։ Մերսի։ Իմ հարցերը վերջացել են։ Մերսի շատ։ Քեզ մերսի։ Հիմա ձեր հերթն է։ Ով հարց ունի, բարձրացեք ձեռքը, խնդրում եմ։ Ես ուզում եմ հարցը վերադարձնել Arm Comedy ու որպես Arm Comedy նայող ես մի հատ դավադրության տեսության եմ ուզում հավատամ ու հարցը դրա հետ է կապված ու այդ դավադրության տեսությունը կայանում է նրանում, որ իշխանությունները կամ քաղաքականությունում կարևոր բաները, որոնք որ տեղի են ունենում, այդ տեղի են ունենում երեքշաբթի ու ուրբաթ օրերը, որ դուք չհասցնեք այդ նորություններում մտցնեք։ Ու հարցը հենց դրանում է, ոնց է ձեր մոտ սցենարը գրելու process-ը հենց Arm Comedy-ի համար տպավորություն չկա, որ դուք սուֆլորից եք կարդում, ինչ որ տես bullet point-ներ եք գրում, տենց եք ներկայացնում, մի քիչ այդ behind the scenes-ը կպահպանեք։ Այդ ամենաահավոր պահն է, որ մենք հաղորդումը գրեցինք, նկարեցինք, ինքը մոնտաժում է, մեկ էլ քերականոջից ման այդ եղավ ու արդեն հինա, հələ դուրս չեկած հինա հաղորդումը, ատում եմ այդ բայերը որ լինում են, բայց նաև ամենալավ բայերից է, երբ որ այդ լումը նախորդ օրը, որովհետև այդ ժամանակ համ այդ հաղորդումը ավելի շատ են նայում, համ դու ես նես ոգևորվում մաքսիմումը իրավիճակից քաղում, այդ տենց ամենակայֆ օրերն են։ Ես կուզեի, որ դավադրության տեսությունը հակառակը լիներ, բայց դե հա, իրականում դե կապ չունի մեր աջենդայի հետ։ Process-ը ոնց է տեղի ունենում, տենց անդադ մոնիտորինգ ենք անում ամեն օր, տենց վերջի գրելու այդ պահերը լնումա մինչև ժամը 12-ը, ժամը 12-ին նկարում ենք, նկարելու ընթացքում օրինակ սուֆլոր, որ ասացիք առաջ կար, երբ որ TV-ում էինք, սուֆլորը կար ու հետո խիրան հանեցինք, որտեվ փող չունեինք սուֆլոր ունենայինք, արդյունքում ավելի տենց լավ սկսեցինք հիշել, ինչը տենց շահեց հաղորդումը դրանից, որովհետև տենց ավելի էքսպրեսիվ, ավելի խնդալու է դառնում, երբ որ սուֆլորից չես կարդում, պլյուս դա ամեն դեպքում մեկա երևում է, տենց ոնց որ արդեն գրեցինք, վերջնականացրեցինք, նստեցինք, գնում ենք տենց այդ մի վիդեոից մի վիդեո այդ արանքները, ուղղակի հիշելով, պլյուս իմպրովիզացիա անելով, էլի, օրինակ տենց կարող ինքը մի ձև գրած լինի, բայց օրինակ Սերգեյ ուզենա ինձ խնդացնի կամ ես ուզենամ իրան խնդացնեմ, մի քիչ ինձ շեղվեմ, որ իրան էլ տենց այդ պահը զարմացնի, ինձ թվում է որ շատ լավ է, այդ պահերը տենց շատ հստակ երևում է, որ ինքն էլ է զարմանում ես ինչ ասես, որովհետև վրոդի պետք է ուրիշ բան ասեր, այսինքն այդտեղ մի հատ այդ վերջի շերտն է, էլի վրան ավելանում իմպրովիզացիայի ու տեղում ծնված ինչ որ կատակների, տենց բանալում գնում է մոնտաժի, տենց մոտավորապես ժամը 5-ին մենք արդեն իրան մոնտաժած նայում ենք, ժամը 7-ին ինքը գնում է YouTube ու սկսում է նորից զրոյից այդ սաղ process-ը կրկնվել, էլի, այդ որ ասում եմ, տես մի քիչ մեքենայի նման է, այդ հենց այդ է, էլի, որ տենց ասես ամեն ինչը սենց ժամերով գծած է ու տենց կարելի ասել ոչ մի անգամ չենք շեղվել։ Մեկ-մեկ էլ լույսերն են գնացել, տենց մի քիչ հետ անգել բան, բայց հիմնականում տենց մի 15-16 տարի է նույն ռեժիմով գնում է, էլի, նույնիսկ այդ օրերը որ կա, էլի տենց методом пробы ошибок հստակ ընտրված օրերն է, էլի, որովհետև եթե մի օր ես կոմ, մի օր են կոմ, մեր այդ հավանականությունը բռնցնելու այդ բաները ավելի քչանում է։ Դա տենց այդ օրերը տենց շատ գիտահեն օրեր են մեր համար։ Եթե հարցազրույց վերցնելու հնարավորություն ունիներ Arm Comedy podcast-ի շրջանակներում ժամանակակից ցանկացած մարդուց ու պատմության մեջ ինչ որ մեկից, ում կընտրեիք։ Մի հատ պատմական ինչ որ կերպար, մի հոգի էլ ժամանակակից։ Դե պատմականը իմ համար հեշտ է, Elvis Presley-ի հետ կան, ժամանակակից, եթե շատ ժամանակակից Տրամպի հետ, ինձ թվում է այդ այստեղ զրույց շատ կստացվեր, որովհետև տենց որ ուզենաս այդ իր էքսենտրիկության բանից մի level են կողմ գնալ, տենց իստմա շատ հետաքրքիր կլներ, ոնց որ օրինակ Իլոն Մասկն էլ, հա, երբ որ իր ինչ որ Ջո Ռոգանի 3 ժամանոց բանն ես լսում,
ոնց որ լրիվ ուրիշ շատ ռացիոնալ երբեմն մարդ է, բայց երբ որ լսում ես ինչ-որ մի հատ կտոր, որ ինքը CNN-ում կամ բանում ինչ-որ 15 րոպե խոսացել է, вообще չէ։ Դրա համար այդ երկար ֆորման երևի տենց թույլ է տալիս մի քիչ այն առաջի տպավորությունը մարդու մասին մի հատ այդ արանքից անել ու հետո հասկանալ ինքը ով է։ Քանի որ կոնտենտի մասին էր հիմնականում զրույցը, կոնտենտի էվոլյուցիայի մասին եմ ուզում հարցնեմ, բայց հումորի, քանի որ հումորը հիմնական կոմպոնենտներից է ձեր կոնտենտի նաև, հումորի էվոլյուցիայի վրա օրինակը բերեմ, այսինքն ինչ եմ ես տեսել, KVN-ը կար, Comedy Club-ը որ հայտնվեց, KVN-ը անվանում էր Comedy Club-ին տուպոյ։ Comedy Club-ից հետո հայտնվել էր օրինակ Մոսկվայում նույն underground ինչ-որ stand-up ակումբներ, Comedy Club-ը անվանում էր այդ ակումբները շատ տուպոյ կոնտենտ։ Այդ underground stand-up-ն է հիմա հիմնական stand-up-ը, որը մենք sense որակյալ stand-up ենք համարում։ Ես TikTok չունեմ, բայց գիտեմ ինչ կոնտենտ է, ու ինձ թվում է նույն ձև հիմա մենք ենք անվանում։ Կարող է դա իրոք հերթական էվոլյուցիան է, ու մենք հələ որ միջև վերջ չենք հասկանում։ Ինձ թվում է ամենայն հավանականությամբ պետք է հենց այդ ձեր ասած հերթական էվոլյուցիան է, որը մենք չենք հասկանում, բայց ես դրա մեջ ոչ մի խնդիր չեմ տեսնում, էլի, որովհետև լրիվ օքեյ է, որ այդ գիծը քաշվի, всё, ով որ չի հասկանում մնա այս կողմը, ով որ հասկանում է անցնի այն կողմը, որովհետև այդ արդեն իրանցն է։ Այդ արդեն մերը չի, այ որտեղ տենց գրինժը կարանա առաջանա, դա երբ որ ես չսիրելով դա փորձեմ ռելևանտ մնալ, օգտագործելով այն ինչ չեմ սիրում անել բան, որը ես չեմ։ Այդտեղ առաջանում է այդ բանը։ Իսկ այդ ձեր նկարագրած էվոլյուցիան ինքը տենց ամենաբնական բանն է, ինձ թվում է որ աշխարհում եղել է, ու հա, էլի այն մարդիկ, ովքեր տենց ոնց որ օրինակ Comedy Club-ի վրա ինքնահաստատվում էին, դե Comedy Club-ը իր արդեն չգիտեմ անշլագներ անվանում, հա, ասես շու բան, հետո եկավ այդ սերունդը, որը ասես դե ես ինչա բան, մենք underground ենք, հետո իրանք դարան mainstream, հա։ Հիմա այդ նույն տղաները դες ամենա-mainstream հումորն են Ռուսաստանում, հետեւաբար ինչ որ պահի ինչ որ մի հատ ավելի նոր բան է գալու, որը արդեն դա չի լինելու, ու դա այնքան վաղուց է պրոստը սկսել տեղի ունենալ, որ տես ես շատ սիրում եմ էլի ոլորտը տենց հետ գնացել եմ, այդ միշտ է եղել, այդ երբեք չի դադարել այդ process-ը, դրա համար դրա դեմ ինչ որ էս պայքարելը կամ բանը вообще անիմաստ է, էլի, օրինակ նույն Ջորջ Կարլինը, որ իմ ամենասիրած պերսոնաժներից է, ինքը տենց եղել է փորձել է լինել ավելի այդ 60-ականների բանով դասական կոմիկ, ինչ որ տենց բաներ գրել, փոքր ելույթներ ունենալ coffee club-երում, book club-երում, միջև չի գտել իր այդ ձայնը, հա, որը տենց ամեն ինչից դժգոհ քրիտիկա անող այդ ruthless կոմիկն է, ուտեղ դաժե այդ մի մարդու կարիերայի ընթացքում այդ տրանսֆորմացիան եղել, որ մնաց տարբեր մարդկանց, տարբեր շրջանների այդ տրանսֆորմացիան։ Օրինակ ամենամեծ նոր բանը, որ պայթեցրել է իր ժամանակին, այդ Monty Python-ն է եղել, որը տենց вообще սախ կանոնները ջարդել է ու շատ արագ սիրվել է այն մի հատ ուրիշ սերնդի կողմից, դե 60-ականների վերջ, 70-ականների սկիզբ, ու այն նրանք լրիվ հետ են մնացել, իրանք չեն հասկացել կամ շատ եզակի մարդիկ են նստել այդ Monty Python-ի գնացը ու իրանց հետ գնացել, էլի, բայց դա տենց вообще հումորի բանում ամենամեծ shift-ն է երևի եղել, էլի, որ տենց այդ մի խումբ 5-6-10 հոգի մարդ կարողացել է տենց вообще բոլորի ճաշակը պատկերացումը հումորի մասին փոխել ու միջև հիմա իրան որ նայում ես ինքը տենց այնքան շարփ է, այնքան sense տեղին է, որ вообще չի հնացել, էլի։ Կարելու մասին չեմ ավելի շատ, ինչքան սովորելու, այսինքն ինձ թվում է այդ feedback loop կոչվածը, չգիտեմ, ոնց անվանեմ, հետադարձ կապի շրջան, թե ոնց ասեմ, ինքը երկկողմանի լինի, ոչ թե Monty Python-ը հայտնվեց ու դրանից հետո խաղի կանոնները փոխվեցին նորերի համար, այլ նաև հները եկան, ասեցին հələ սպասի։ Այս ոնց իրանք ընդլայնեցին այն սահմանները, որոնք մեզ համար կարմիր գծեր էին։ Կարող է մենք էլ կարանք մի հատ վերանայենք ինչ որ բան մեզ մոտ։ Ես լրիվ կարծում եմ, որ ամեն տենց բան մի հատ սահմանները ընդլայնում է ինչ որ չափով, էլի։ Ու ինձ թվում է, հենց Arm-Comedy-ի պատմության մեջ էլ ա եղել տենց կտորներ, որտեղ են որ ինչ որ բան, որ բոլորը մտածում են չի կարելի անել, մենք սա արել ենք ու տենց ավելի երկարատև նայելով դա լավ ա եղել։ Դուք առաջիններից եք եղել, ով այդ սահմանները ընդլայնել է, միգուցե հիմա էլ կան մարդիկ, որոնք ավելի ռիսկով են
Չի ասի որ մենք առաջ ենք եղել որ ինձ թվում է ամեն փուլում ինչ որ բան տենց եղել է էլի կարքին հաղորդումներ իր ժամանակ ինչ որ տես բաներ արել որ շատ վաու էին ու ոչ մեկի մտքով համարձակության բանով չէին ասնի եւ բան եւ այսօրվա stand-up կոմիկները որ նա մենք իրանք ունեն ինչ որ տես հումորներ որ կարող է տես շատ 10 տարի առաջ մարդիկ չուզենան են եւ նաեւ մնում են այն կոմիկները որ տես շարունակում են չանել էլի ուզում եմ ասեմ դա տես շուտ պարտադիր պայման չի հա եկեք մենք մի հատ նոր թեմա վերցնենք որին ոչ ոք ձեռք չի տվել ու ձեռք տանք չէ вообще այդ չի բանը քեզ եթե գրածդ կատակը այնքան դուր է եկել որ դու չես կարող իրան մեջդ պայես պետք է մեկին պատմես այդ վաղ պատմում ես եթե սկսում ես դες շուտ ես հաշվարկներ անել էսի որ անեմ ես 48 պատպիսչիկ կորցնեմ բայց կարող է 12 հատ պատպիսչիկ գամ դե արդեն ուրիշ դաշտից է այդ մարդը երբեք երկար չի զբաղվել սրանով որտեղ ինքը էսի չի սիրում ինքը էսի տենց որպես ինչ որ հարմար բան է գտել իսկ դու պետքա տենց ոնց որ ուղնուծուծով սիրես այն ինչ որ անում ես էլի Մերսի շատ Բայց դες հիմա տալու եմ մի միլիոներից հարցը չեմ այդ մի կողմ jokes aside քանի որ շատ լավ եք տիրապետում շուկային հատկապես ոդքասթներ նոր ոդքասթներ split ideas-ով հայ նույնպես ինչ եք կարծում եթե մարդ ով ու կարծում եմ հեռուստադիտողներից էլ շատերը կան ովքեր ուզում են սկսել ինչ-որ մի բան որտեղ կա gap-ը որտեղ կա մեծ հնարավորություն ոդքասթի աշխարհում սկսել ու հաջողելու որ թեմաներն են որ դեռ արծածված չեն ու արժի դրանց մասին խոսել Գեփերը շատ են, որովհետև նիշային կոնտենտը դեռևս այտենց զարգացած չի։ Հիմա ավելի շատ, ես ասում եմ տենիսի մասին ոդկաստ ունենք, բայց մեկա մարդիկ ոնց որ հələ մի քիչ վախենում են այդ նեղ լսարանը ունենալուց, ինչը ես միշտ կարծում եմ, որ վատ է։ Ես նաև մեզ եմ համարում, էլի, այտենց ինչ-որ նիշայական, այսինքն եթե տեսնենք դες հումորը լայն, մենք все-таки ինչ-որ այտենց նիշայական ուղղություն ենք դրա մեջ, բայց մարդիկ ոնց որ այդ ինձ այդ դիտումներն ու մրցակցությունն է խնդիրը, էլի, որ եթե դու շատ ես սիրում օրինակ չգիտեմ, փայտագործություն, ուզում ես փայտագործության մասին կոնտենտ, ու դու կամ մտածում ես, որ ինքը տենց 100 դիտում է հավաքելու, կամ գուցե եւ անում դնում ես եւ իսկապես ինքը 100 դիտում է հավաքում, ու դու մտածում ես դեռ всё, էլի, то есть այդ 100 դիտումի տակ գովազ չի գա, բլա բլա բլա, այդպես բոլոր հետևանքները ու հետեւաբար էլ չես անում։ Բայց вообще տենց չի։ Ու մենք վերցեցինք նաև գովազդատուների հետ էլ ենք, էլի շատ աշխատում է այս առումով, որովհետև եթե դու ծախում ես փայտագործության գործիք, ախպեր էս ալիքը իր 100 subscriber-ներով քեզ ամենաշատ սեյլն է բերելու։ Եթե դու այդ փայտագործության գործիքների ռեկլամ արում կոմեդիում անես, 0 սեյլ է քեզ բերելու, բայց այս ալիքում, որ 100 հոգի է դիտում, ռեալ վաճառքներ կարաս ունենաս։ Ու դա շատ լավ է, իմ ընկերներից մեկը նոր տեսա տենց airline-ների մասին ոդկաստ, բանը YouTube show-ի է սկսել, որտեղ ամեն airline review անում բան, ինքնաթիռներից է ինչ-որ խոսում, ոնց էժան տոմսեր առնել բան, հրաշալի կոնտենտ է, էլի, ես իրան շատ ոգևորում եմ, որտեղ վաղը մյուս օր ինքը կարա բերի Wizz Air իր մոտ գովազդ լինի, Fly One իր, որտեղ եթե դու այդ air կամպանիան ես, էլի, քեզ շատ բան են, valuable են, էլի, իր 500 դիտումը, դապուստին, որը կլինեն։ Ու ես էլ ժամանակին օրինակ բան էի անում, վասկի մասին, տենց մի հատ YouTube ալիք ունեի, որը տենց ամենալավ էպիզոդը 11000 դիտում էր հավաքել, բայց միջինում 2000-ը ոչ մի բան չէր ասում, ես այնտեղ ամբողջությամբ տենց գովազդային ինքը իրան ծածկում էր։ Կարող է որոշ չափով այդ նրա հաշվիներ, որ տենց ինձ ճանաչում են բան, բայց մեկը Հայաստանում դες այն բրենդերը, որը կային ինչ-որ սպորտի հետ վասկին հենց ամիջապես, հա, ասենք Garmin ժամացույցները, դե պետք է ռեկլաման են Garmin ժամացույցները, ոչ են գնալու, չգիտեմ, ինչ-որ cooking show-ում լինեն, հա, որը 100 միլիոն դիտում ունի։ Հենց որ այդ առումով вообще պետք չի էլի հապաղել, մենք նույնիսկ սպինում, տես քանի անգամ էքսպերիմենտներ արել ենք, եթե մենք կոնտենտին հավատացել ենք, բայց մարդը չի ունեցել ռեսուրսը, որ ծածկենք, մենք ոնց որ պարտներ դառնալով ամեն ինչ անվճար արել ենք, որովհետև այդ բանին հավատացել ենք, էլի։ Մերսի Հարցս մի քիչ հումորային է, պատկերացնենք սենց մի հատ իրավիճակ, որտեղ ձեզ մեկ օրով ուղարկում են առանց հումորի աշխարհ։ Սկզբի 10 րոպեն ոնց է գոյատևելու։ Այդ ամեն անգամ որ ինչ որ տենց
պետական գերատեսչություն եմ ընկնում, ինչ որ տես բան պատահել, մոտավորապես դրա պրոբնիկն է, էլի։ Իհարկե մի օրով դեռ չի եղել, բայց իմ համար դա շատ ծանր է, էլի, ծանր է շփվել մարդկանց հետ, որտեղ իմ արտահայտման շատ բանն է, ձևն է, էլի, դենց հիմնական, նույնիսկ տենց որ ինչ որ վատ բան ալնում, ես մեկը դրան եմ վերածում, որտեղ դա տենց հաղթահարելու մեխանիզմ է, հա։ Շատ դառը կլներ իմ համար այդ մի օրը, ինձ թվում է բարեբախտաբար դա տենց անհնար է, էլի, գրեթե, թե չէ շատ ահավոր կլներ, որտեղ ինչ որ դու սենց հումոր ես անում ու մեկը շատ լուրջ է պատասխանում, մի անգամ գնում էի Լոնդոն, որտեղ պետք է լիներ սենց համերգ, որտեղ պրոյեկցիա է սրահում Elvis Presley սենց համերգն է, իր վոկալը իզոլացված ինքը երգում է ու իր այն original band-ը, որը իր այդ համերգների նվագել է, կենթանի նվագում է, էլի։ Սենց մեծ շոու էր ու այդ բանը անցնում եմ, այդ տամոշնյան սենց պասպորտը տվեցի բան, հենց ասում եմ ոչ որն է ձեր այցի նպատակը, ասում եմ գնում եմ Elvis Presley համերգին։ Սենց քար նայեց վրաս, ասեց գիտեք որ ինքը մեռել է։ Всё, էլի ընտղեն ինչ բան անես, հա, հենց որ այդ մոմենտները ես չեմ սիրում։ Շնորհակալություն։ Հարցս վերաբերում է, ինչպես արդեն նշեցիք, խոսեցիք շուկաների փոքր լինելու մասով, այսինքն Հայաստանում շուկան բավականին փոքր է, իսկ ինչն է խանգարում այն մտածել ավելի ինչ ոչ միջազգային շուկա դուրս գալու համար, ռեսուրսների պակասն է, թե միգուցե հավատ, այսպես չկա, որ կստացվի եւ կհաջողենք։ Ես իմ փորձով կիսվեմ էլի այս մասով, որովհետև ես լրիվ համաձայն եմ ձեր հետ, որ պետք է դա անել, բայց հենց մենակ այն գործոնը, որ դու ֆիզիկապես այնտեղ չես գտնվում, ինքը մեկը շատ անհաղթահարելի է։ Ну, չեմ ասում ամբողջությամբ, բայց շատ մեծ պատնեշ է։ Ես տենց երևի 15-16 թվից ինչ որ ֆիլմեր գրում եմ անգլերեն լեզվով։ Տենց պիլոտային, ինչ որ sense բաներ, որ ուզում եմ, որ այնտեղ կարողանամ ինչ որ ձև բան անել, հələ որ այդ շատ մեծ պատնեշ է, բայց նենց է որ ինչ որ առաջընթացել լինում է, հա, հիմա գրում եմ անգլերեն սերիալ, որը ըստ էության արտադրվելու է։ Այդ տենց լավ այդ քայլը կլինի, բայց միջև այդ կետին հասնելը, ասում եմ 16 թվից դրա վրա բզբզում եմ, մի քանի անգամ եղել է, ինչ որ տենց բան գրել եմ, հա պետք է լինի ու չեղավ, բայց այդ կինոյի այդ բանի ոլորտում նաև նորմալ է, որ բաները երկար են տևում կամ вообще տեղի չեն ունենում։ Դեսին մաքսիմում որ հասել եմ, հա, ինչ որ մարդ, ով որ տենց այնտեղ հայտնի պրոդյուսեր է, ազգությամբ հայ է, դες մի հատ ընդհանուր ծանոթ գտնում ես, հետո խոսում ես։ Բայց ցավոք սրտի, օրինակ հենց եթե կինոյի մասին եք խոսում, դա նաև տենց է, то есть եթե դու ամերիկացի ես, այդ ոլորտը անգամ այնտեղ, երբ որ դու Լոս Անջելեսում ապրում ես, մեկը որոշվում է մեծապես նրանով, ում ես դու ճանաչում, ում հետ կարող է դու ինչ որ կուրսերի ես գնացել, հա, նույն սցենարական կամ դերասանական, որովհետև հետո այդ կուրսերի մարդիկ մեկը այս շոուում է աշխատում, մեկը այն շոուում է աշխատում, այնտեղ մեկին պետք է վերցնել, ում ես ճանաչում, այս Ստիվին եմ ճանաչում, իր այդ բանը մարե, այնքան ինքը սենց այդ խնամի ծանոթ բարեկամ սկզբունքով է կինոն ամենտեղ ասելով մենք տոպը հասկանում ենք այնտեղ, չէ՞, Հոլիվուդում, որ ստեղից էլ մի հատ այնտեղ ծանոթ գտնելը տենց շատ է դժվարացնում, անհնար չի դարձնում, բայց շատ է։ Այսինքն եթե ես 20 տարեկանից տեղափոխվեի Լոս Անջելես ու սկսեի հենց մենակ դրանով զբաղվել, գուցե տենց շատ ավելի մեծ հաջողություն կունենայի, էլի այդ բանում։ Ուզում եմ ասեմ, չբացառենք вообще տաղանդի ֆակտորը, տաղանդը շատ կարևոր է, որ դու արդյունավետ լինես այդ գործում, բայց միակ բանը չի, հա, այդ կապեր ունենալը, այդ բավականաչափ, որովհետև լիքը տաղանդավոր մարդիկ կան, ովքեր կարող է տես ֆանտաստիկ լավ են գրում, բայց իրենք տես չեն փորձում համառորեն դա անել, կարող մի հատ բան գրում, բաներ անում, գցում են տարակը ու պրոբիվայց իրան չեն անում, հա, երբ որ դա չես անում, ինքը вообще շանս չունի որևէ տեղ, էլի, հայտնվելու, որովհետև տես կինոն եթե շատ լավ է գնում, հենց սկզբից սաղս ուզում ենք, որ ինքը լինի ու ինքը ի վերջո լինում է, մինիմում մի տարի անցնում է, իսկ ավելի իրատեսական տարի ու կես, 2 տարի էլի։ Բայց այդ պետք է այդ բան ունենաս, որ ես նստել եմ, այս աշխատանքը արել եմ, ու ինքը в принципе կարող է երբեք ոչ ոք չկարդա։ Ես այդպես ասում եմ, ստոպկա սցենարներ ունեմ, որ ասենք բացի ինձնից 3-4 հոգի մարդ է կարդացել։ Եթե պատրաստ եք այդքան ժամանակ դրան տրամադրել անել,
ուրեմն շատ սիրում եք այդ գործը, էլի։ Ես մի քիչ կինոյի մասին կուզենայի խոսալ։ Օրինակ, դուք ոնց եք տեսնում հայ կինոդիտողին, երբ որ սցենար եք գրում, ոնց եք հասկանում, թե ում համար եք գրելու այդ սցենարը։ Մեկ էլ կուզենայի հասկանալ, թե դուք ոնց կբացատրեք, օրինակ հայկական կինոյի այդքան նիշային լինելը, բայց ամեն դեպքում success չունենալը համեմատած իրանական կինոների հետ։ Նայ, ես խոսացի նրա մասին, որ մենք շատ շուկայով նեղված ենք արդեն, էլի, այսինքն որպեսզի մեր կինոն հաջողի, ինքը պետք է կինոթատրոններում լավ գնա։ Ինքը չի կարա կինոթատրոններում վատ գնա, բայց ասենք ինչ որ Թայլանդի կինոյի փառատոնում sense հրաշք լինի, դա մեկա չի ծածկելու այն այդ ծախսերը, այդ կնի լավ բան, որը տենց կիմանան 10 հոգի։ Դրա համար, որպեսզի կինոն իր շանսերը բարձրացնենք successful լինելու, մենք պետք է հնարավորինս բոլորի համար կինոն նկարենք։ Տեսար արդեն մեզ ոնց որ այդ նիշայից հանեց, հա, այդ դա է պատճառը, որ հայկական սարսափ կինո օրինակ չկա, թրիլեր չկա, հա։ Արդեն մենք փորձում ենք այդ ցանցը հնարավորինս լեն գցել, որ 8 տարեկանն էլ, 88 տարեկանն էլ հասկանա։ Այդ ինքնին առաջի շատ մեծ սահմանափակումն է։ Երկրորդը հիմա օրինակ գողություն հայկական ձևը մի քիչ ոնց որ քայլեր դեպի ճիշտ ուղղությամբ, որ ինքը տենց երեխեքը ռևոքիա որ չնային, բայց ինքն էլ այդ իր լայնությունը փորձում է նրանով բանի, որ մենք իրան Հնդկաստանել ենք տանելու, տենց Ամերիկայել ենք տանելու, Ռուսաստանել ենք տանելու, այտենց լայնացնենք ոնց որ որ իր ծախսերը շատ են։ Օրինակ մոլորվածի օրինակի վրա իմ համար շատ կայֆ է, որտեղ ինքը տենց մանկական կինո է, հա, Christmas բան, հա, մեծերին էլ ենք թեմաներ այնտեղ տվել, որ իրան հետաքրքիր հասկանալի լավ լինի, բայց ուղղվածությունը դες ավելի շուտ մանկականի վրա է, բայց էլի ամբողջությամբ մանկական անելը դեռևս վտանգավոր է։ Որովհետև մենք չունենք այդ վստահությունը, որ այդքան երեխա միանշանակ գնա է, էլի։ Դրա համար այդ է երևի ամենամեծ խնդրեմը, մի քիչ այդ after-ski կինոյի բացակայությունն է վատ, որ ինքը կա, բայց ինքը մեծ կինոն չի, էլի ոնց որ ասած, իսկ after-ski-ն ինքը ի վերջո հենց այդ է, էլի կայֆ է ձեռագիրը բանը, հա, որ ասում ենք անտա Տարանտինո, այդ ամենը after-ski կինոն է, էլի, որ իր դիալոգը կարդաս, միանգամից հասկանում ես ով է գրել։ Էդ էլ մենք ոնց որ տես չենք անում, կամ անում ենք պետական սուբսիդիաներով, ինչ որ կինոկենտրոն, չգիտեմ ինչ բանման, որը տես կինոթատրոնում կարող է 2 օր, 2 շաբաթ է մնում, բայց Թայլանդի կինոփառատոնում ինչ որ հաջողություն անում։ Ես իրանական կինոյի հետ տենց այնքան լավ ծանոթ չեմ, բայց ինձ թվում է դուք էլի գնում եք այն բաներին, ովքեր ինչ որ փառատոներում success են ունեցել։ Իրանք իրանական շուկայում ոնց են իրաց դրսևոր, ես ուղղակի չգիտեմ, կարող է եւ շատ լավ, բայց այնտեղ բնակչությունը կարծեմ 50 միլիոն եւ ավելին է, էլի, իրանց մոտ այդ սխալվելու բանը մենք իրան կարան մաքուր դետեկտիվ նկարեն ու բոլոր դետեկտիվ սիրող իրանցիները կգնան գնային եւ իրանք մեկը այնքան շատ կլինեն, որ դա կփակվի։ Եթե մենք մաքուր դետեկտիվ նկարենք ու բոլոր դետեկտիվ սիրողները շատ բարձր իրան գնահատեն, ինքը մեկը fail կլինի։ Դա խնդիրը մեծ հաշվով։ Մենք օրինակ Քայլձիով ֆիլմը որ արեցինք, ինքնուց առաջին անգամ բյուջեով շատ ավելի մեծ էր, քան բոլոր այն նախորդները, որ էլի շարմանում էր, շատ մեծ էր ու էլի ինչի, որտեվ ինքը նաև Ղազախստանում դուրս եկավ, այնտեղ հայտնի շատ, ոնց որ այն Ղազախ դերասանները, որ ֆիլմում կան, իրանք տենց ոնց որ այնտեղի ամենահայտնի դերասաններն են։ Ու ինքը որ դուրս եկավ այնտեղ, դա տենց օգնեց, իսկ իրանց շուկան շատ ավելի մեծ էր, իրանց շուկայում է տես դոմինանտ էին թուրքական ֆիլմերը պրոկատում ու մերը լրիվ հաղթեց թուրքական ֆիլմերին այնտեղ, տենց շատ լավ գնաց, որը տենց կոմպենսացրեց այն ինչ որ հա, մենք տենց մեր հայկական բանից դուրս եկանք։ Էդ էլ է շատ, որ այդ նաև այդ level-ը որ ես պահում է, որ մենք անդադ փորձում ենք մեր կինոն տենց խնդեցնի, օրինակ հայկական հումորներով, որը տենց լեհը չի հասկանա вообще։ Ու էդ էլ է, էլի Իրանով տենց մի հատ թակարդ է, որ մենք մնում ենք սոտիկի մեր մեջ։ Ես հիմա որ գրում եմ, օրինակ հնարավորինս փորձում եմ այդ շատ են անթարգմանելի ոչ մի ուրիշ ազգին չհասկանալի բաների ձեռս մնում, բայց մեկը չի ստացվում ինչ որտեղ, որովհետև լավ կատակ ես մտածում, դու սիրարվում ես այդ կատակին, ուզում ես ինքը մեջը մնա, բայց այդ սխալ է։ Եթե հասկանալով որ այդ սխալ է, ես վերջերս, կստացի հենց գողություն հայկական ձևով թարգմանեցի անգլերեն ու այդ
կետերին որ գալիս ես, ոչ թե թարգմանում ես, այլ ուղղակի նոր կատակ ես գրում, որ հասկանալի լինի, էլի ոչ թե փորձում ես թարգմանել։ Ես ավելի շատ ուզում եի ասել, որ հայկական շուկայում հենց այդ կինոդիտողի համար այն է տարօրինակ, որ ոնց որ շուկայի առաջարկն է ձևավորում կինոդիտողին, այսինքն եթե մենք ունենք 3 հատ կինո, օրինակ գողության մասին, մենք չունենք ընտրություն, Մենք էլ չունենք 3 հատ կինո, մենք հիմա արդեն շատ աճել ենք, սեպտեմբերին գողություն հայկական ձևներ, հոկտեմբերին մոլորվածներ, նոյեմբերին թանկարժեք տղաներն էր, դեկտեմբերին չգիտեմ ինչա, հունվարին Full House-ն ալնելու, հետո մի հատ Գարիկենք են կայֆատ կինո։ Ոչ իմ ուզում եմ ասել, նայեք սա տարին փակված է։ Եթե դուք այսօր հիմա կինո նկարեք, պսնեք ու ուզենաք պրեմիերա դնեք, դուք 26-ին չեք դնելու այդ պրեմիերան, որովհետև սա զբաղված է։ Այդ է բանը, որ գուցե այսպես ինչ որ մի տարի հետո մենք կարող օրինակ սարսափ ֆիլմ նկարենք, էլի։ Ես էլի սարսափ ֆիլմի մասին վստահ եմ, որ ինքը success կունենա, բայց օրինակ մեծ պատմություն փոքր քաղաքում։ Այդ կինոն ինքը լեգենդ է կոնկրետ։ Ու ոչ միայն, օրինակ եթե ես իրան նայում եմ իմ ոչ հայ ընկերոջ հետ, թեթև մի քիչ բացատրում եմ հումորները, իրան կպնում է։ Այսինքն ինքը համարյա ունի այն պոտենցիալը, որը խոսում եմ այդ նիշային ֆիլմերի մասին Իրանում։ Իրանք էլ նկարում են, ասենք, շատ նիշային ֆիլմեր, որը ինձ կպնում է, որպես ոչ իրանցի, հա։ Ու մենք այդտեղ ոնց որ գեփ ունենք, շատ մեծ գեփ ունենք, որտեղ մեր ֆիլմը մնում է շատ լոկալ, չի կարողանում գնա։ Որն է խնդիրը, էլի։ Օրինակ հա, ես լրիվ համաձայն եմ, շատ լավն է մեծ պատմություն փոքր քաղաքում, բայց երևի այն ժամանակ, երբ որ ինքը նկարվել է, մեր հնարավորությունները իրան հանել ինչ որ ավելի մեծ շուկա, շատ ավելի սահմանափակ են եղել, քան եթե ինքը հիմա դուրս գար, հա։ Հա, ինքը ունի այդ պոտենցիալը ու հա, նույնիսկ ասենք եթե Սուգուբը հայկական ինչ որ իրավիճակն է մեջ, ինքը մեկ է հետաքրքիր է ինչ որ առումով, որովհետև մենք նայում ենք, չէ՞, ինչ որ իտալական կինո, ֆրանսիական կինո, որը տենց զուտ ինչ որ ֆրանսիացիների բզիկերի վրա, բայց դրանից մեկը հաճույք ենք ստանում։ Բայց որպիսի կինոն համարվի հաջողված, ինքը պետք է հայկական շուկայում նախ հաջողվի, էլի։ Եթե այդ չեղավ, այն երկրորդը չի լինելու։ Իսկ այդ ռիսկը բախացնում է բոլորին, որովհետև ստեղ հաստատ, որովհետև մենք այնքան գումար ենք ներդրում անում այդ ֆիլմի մեջ, որ չկա սխալվելու հնարավորություն, էլի։ Ու այդտեղ մենք ստիպված ենք բոլորի համար հասկանալի դառնալ, էլի։ Այդ է տենց բանը, որ ոչ ոք դուրս չգա, որ բախի սենց եղավ։ Որ էսի չհասկացան, դրա համար օրինակ ինչ որ կինոյում դա կարող է 3 անգամ բացատրեն, խի սենց եղավ։ Ու դες ասում ես, օքեյ, դե մենք ջոգեցինք, էլի, մի քիչ կա անվստահություն հայկական հանդիսատեսի նկատմամբ, ես օրինակ դրա հետ փորձում եմ տենց մի քիչ կռիվ տալ, որ մտածում եմ, դե էսի կարողա չհասկանան, ասում եմ, come on, էլի, այս մարդիկ նայում են բոլոր հոլիվուդյան ֆիլմերը եւ շատ բարդ ֆիլմեր եւ բոլորը ամեն ինչ հասկանում են, եք sense թերագնահատում, էլի, որ այս շատ եսիմ ինչ բանել չի, մարդիկ կարող է չհասկանան, բայց այս էլի այդ ապահովագրվելու բանն է, էլի, այդ fail-ից ապահովագրվելու, մեր հայրենը չէ, եկեք մի հատ sense բացատրենք, որ այսի հետ էր։ Ինչի համար, էլի, որովհետեւ մարդ հաճույք կինո որ նայում ես, նաև հաճույք ես, չէ՞ ստանում, որ դու առաջինը գլխին գար, որ հələ մեջի հերոսը չգիտի ինչ եղավ, բայց դու արդեն գիտես, դա կինո նայելու կայֆերից մեկն է, որ դա process-ը, բայց ոնց է անդադ մենք մեզ այդ ապահովագրվելու բանով ցած ոտից կրակում ենք, որ եկեք այտենց չանեք։ Հետո օրինակ կներեք, էլի, բանանում են նույն այդ սարսափի բանը, նաև ինչի մենք սարսափ, նախ մենք вообще փորձ չունենք, չէ՞, սարսափ նկարել, սկսենք այդտեղից, երևի որ դաժե նկարենք հաստատ լավը չի լինելու, բայց բացի դրանից մեր մոտ չկա սարսափի սպառման կուլտուրան։ Էդի ամերիկացիների մոտ հրաշալի կա, որտեվ իրանք չունի էկզորցիստից սկսած սիրում են ու էլի ոչ շատ փոքր քանակով մարդիկ են ամերիկացիների մեջ, որտեղ այդ կուլտուրան կա սիրում սարսափ ֆիլմեր, բայց էդի հերիքա որ ծախսի սարսափ ֆիլմերը իրանք միշտ ամենափոքր բյուջեով ֆիլմերն են, էլի իրանք դες 1 միլիոնով նկարվում են եւ բերում են 20, ինչը շատ ավելի լավ արդյունք է, քան Avengers-ը, որտեղ ինքը 400-ով նկարվում է, բերում է 1.5, այսինքն 4 անգամ շատ փող բերեց, այնի 20 անգամ շատ փող բերեց։ Բայց մենք էդի չունենք, այստեղ պետք է դուրս գաս դուրս, որտեվ սաղ աշխարհով արդեն սարսափ ֆիլմ սիրողները էդի community են, ու իրանք արդեն շատ են։ Ու եթե դու նես բանարեցիր, որ լեհ սարսափ սիրողը, չինացի սարսափ սիրողը հավանել է, հա, գմփցրեցիր։ Ոնց օրինակ Ведьма из Blair-ը եղավ, էլի, որը ռեկորդային քիչ փող $60,000 է նկարվել ու 200 միլիոն բերել է, այդպես բան գոյություն չունի, էլի։ Ինքը տես շատ լավ բան է։ Բայց
մենք ոչ այդ փորձ ունենք, ոչ որ նման բան հանենք, Հայաստանում կա այդքան շատ տենց բան սիրող մարդ։ Ստավքեն լրիվ դիպ դուրս է լինի։ Ոնց օրինակ սուպերհիրո կինո նկարեցին, չէ, որովհետև դա տենց տրենդային էր, բայց մեկը սուպերհիրոներին սիրող մարդիկ, թերևս որ Marvel-ը սաղ բում է եղավ, DC կայֆոտ կինոներ եղան, բան, մեկ այնքան քիչ են Հայաստանում, որ ինքը Հայաստանում չի բան անելու։ Ես օրինակ ժամանակին կոմիքսներ էի ներկրում անգլերեն տենց վաճառում, ինքը ինքան քիչ էին վաճառվում էլի, որ հա, տենց կա ինչ-որ 100 հոգի կամ լավ, եկեք ասենք 1000, գուցե Marvel-ից հետո 5000 հոգի, որ գժվում է սուպերհիրոների համար, բայց դա ոչ մի բան չի ծածկելու։ Իսկ Ամերիկայում այդ մարդիկ են, որ 30-ականներից սիրում են սուպերհիրո ժանրը։ Դրա համար այնտեղ հանգիստ կարաս դա անես։ Ինձ հետաքրքիր է ինչն է մարդկանց մոտիվացնում հայալեզու կոնտենտ նկարել, հատկապես ավելի նիշովի թեմաներով, որովհետև օրինակ ես ինքս ինչ որ թե պրոֆեսիոնալ, թե հոբիների թեմատիկայի վիդեոներ մանգալուց առաջին հերթին search եմ անում անգլերեն, հետո ռուսերեն, հայերեն կարելի ասած երբեք search չեմ անում, YouTube-ը suggest անի չանի, շուկան շատ փոքր է էլի հայալեզու կոնտենտի համար, էլի հիմնված է մարդկանց էնտուզիազմի ու պատրիոտիզմի հիման վրա, թե ինչ որ բիզնես լոգիկա էլ կա դրա մեջ։ Դուք մասնագիտությամբ ինչ եք գիտել։ Այցիշնիկ։ Okay։ Ոլորտում դիրքավորվելու համար շատ լավ է ունենալ այդ անհատական բրենդինգի կոնտենտը։ Ինչի ես հիմա օրինակը բերեմ իմ շատ լավ ընկեր Դավիթ Տոնոյանի ուրոլոգի վրա, որ վստահ եմ իր կոնտենտը այս կամ այն ձև տեսել եք, հա։ Այսինքն, որ մենք տենց են սկզբից տենց այդ ամեն ինչը շատ sense մտածելով գնար ու ինքը դա մեր էնտուզիազմի վրա չսկսեր անել, կմտածենք դե ով է ուրոլոգիայի մասին կոնտենտ փնտրելու, հայերեն, չէ, որ կա դրա անգլերենը, կա դրա ռուսերենը եւ այլն եւ այլն։ Այսինքն դեմի այդ ռացիոնալ բան քրիտիկային չէր դիմանա այս իդեան։ Բայց մարդը սկսեց դա անել։ Երբ որ ինքը սկսեց դա անել, ինքը ոնց որ մեր ուղեղում ձևավորում է, որ կոմպետենտ մարդ այդ ոլորտում եւ բարեբախտաբար նաեւ շատ կոմպետենտ է։ Արդյոք ինքը լավագույն ուրոլոգն է Հայաստանում, ինձ վստահ եմ, որ իրան հարցնենք, ինքը գոնե առնվազն գիտեմ, որ գուցե նաեւ ավել մի քանի հոգի կթվարկի, որ իրանք հաստատ ընդունում է որպես տենց սենսեի եւ այլն, հա։ Բայց հիմա երբ որ մենք մտածում ենք այդ խնդիրը, կներեք, որ ուրոլոգիայի մասին առաջացավ մեր մոտ, ու մենք հիշում, ում մոտ մենք կարանք գնանք որպես ուրոլոգ առաջինը։ Ու Ու այդտեղ ուզած բրենդինգը սկսում է աշխատել, հա։ Այսինքն մասնագիտական կոնտենտին պետք չի նայել այն տրամաբանությամբ, որ մենք սա անելու ենք, հետո այդտեղ մտնելու է գովազդ, այնքան դիտում ալնելու, որ YouTube-ի մոնետիզացիայից լիքը փող ենք ստանալու, ու տես դառնալու ենք ավելի հարուստ։ Պետք է մտածել որ այդ մեզ այնքան է դզում, որ մենք առանց որևէ ակնկալիքի դա անելու ենք, ինչի եւ ինքը անում է երկար ժամանակ, եւ որ դա մեզ դիրքավորելու է որպես այնինչ ոլորտի մասնագետ եւ այն հիվանդների քանակ որ իր մոտ կգնա եւ այն ընդհանուր չեկը, հա, իր ծառայությունների, դες գնալով բարձրանալու է ու այսինքն ամենաբնական ճանապարհով է էլի այդ ֆիդբեքը գալու այդ արած կոնտենտից ու նույնը դες լիքը ուրիշ ոլորտների վրա մեր մոտ օրինակ շատ են էլի այդպես տարբեր բիզնեսները, որ ուզում են ունենան իրանց կոնտենտը ու այստեղ բան էլի, երբ որ բիզնեսն է, օրինակ ինչ-որ ֆինանսական ընկերություններ բան, այստեղ եթե իրանք գտնում են այդ նուրբ գիծը, որտեղ իրանք օգտակար կոնտենտ են տալիս ու նաև գովազդում են իրանք ընկերությունը, իրանք շահում են։ Եթե իրանք մենակ գովազդում են իրանք ընկերությունը, դա մենակ իրանք ընկերությունն է նայում։ Այդ տրամաբանությամբ այլ, այսինքն ցանկացած ոլորտի մարդ, հիմա դուք ասցիք IT, այտենց եթե ավելի նեղանանք, հա, ենթադրենք ամենաուժեղ QA-ն եք Հայաստանում ու այդ կոնտենտը տենց consistently տեղադրում եք, ինչ որ պահի ձեր շանսերը գործի ընդունվել ավելի բարձր աշխատավարձով եւ ավելի լավ տեղ միայն աճելու են։ Օրինակ տղա կա, ես նայում եմ այդ ալիքը, ինքը տենց բիթքոյնի մասին է անդադ խոսում, հաստատ տենց ավելի տենց անալիտիչեսկի հարուստ բան անգլերեն էլ կա, ռուսերեն էլ կա, իմ համար այդ երկու լեզուները խնդրեմ չեն, բայց եթե ես ուզենամ տենց ֆիզիկապես բիթքոին առնեմ, ավելի հավանական է որ օրինակ իրան կդիմեմ, քան տենց ինչ որ բանով կամ իր խորհուրդներով տենց կգնամ, նես որ այդ Հայաստանում լինելը բանը, դա շատ կարևոր է։ Ու հա, ու մի բան է չմոռանանք, որ օրինակ լիքը մարդ ռուսերեն էլ չգիտի։ Պրոստը չգիտի։
Այդ մենք տես մտածում ենք, որ Նայած բոլորը որ տարիք հրաշալի ռուսերեն գիտեն, իսկ ես կարծում եմ, որ ու եթե գնաք նայեք, ասենք, բան բլոկբաստեր կինոները, որ մեր մոտ միջև հիմա ռուսերենով են գնում, ինչքան լսարան են հավաքում, ու ասենք հայկական ինչքան լսարան է հավաքում, դա вообще քննարկելու թեմա չէ, էլի, այնպես չի, որ մերը ավելի լավն է, քան Marvel-ը ինչ որ վերջի բանը, բայց մարդիկ ուղղակի չեն հասկանում ինչ են այնտեղ խոսում, իրենց այդ կինոն հասկանալի չի, ու կարող անգլերենն էլ են մակարդակի չի, որ անգլերենն են նայեն, հետեւաբար իրանք ուղղակի չեն նայում այդ կինոն։ Եվ նույնը վերաբերում է ստեղ էլ, այսինքն ռուսերեն կոնտենտը 30-ից ներքև, այդ արդեն շատ սահմանափակ լսարանը, որ ռուսերեն հասկանում է, ու անգլերենը գնալով շատանում է, հա։ Բայց օրինակ անգլերեն լիքը թեմաներ կա, որ անգլերեն այդպես մակարդակի կոնտենտ вообще չկա։ Օրինակ իմ համար ռուսական YouTube-ում տենց ինքը իր production-ով հետաքրքրությամբ երբեմն տենց ամերիկյան պրոյեկտներին հաղթում է։ Դե շնորհակալություն քեզ։ Մերսի շատ։ Մերսի։ Շատ հետաքրքիր էր։